Ռեկ կախարդական խոսք է, երբ հնչում է նշանակում է մենք եթերում ենք, նշանակում է ես երջանիկ եմ եւ հաստատ իմ տաղավարը շատ տաք է, ջերմ եւ հյուրընկալ, որովհետեւ արդեն այս տաղավարում է մի կարևոր ու յուրահատուկ մարդ, իմ հյուրերից որևէ մեկը, որը բերելու իր հետ այլ մոլորակ, այլ աշխարհ։ Այսօրվա այլ մոլորակը կինոյի մասին է լինելու եւ պրոդյուսերական բարդությունների ու նրբությունների ինչու՞ չէ։ Դուք նայում եք Նազենի live talk-ը, ես այսօր հարգելի պատճառներով ուղիղ եթերում չեմ, բայց մենք միևնույնը գրվում ենք իբրև ուղիղ եթերի սկզբունքով, այնպես որ իմ միակ խնդրանքն ու հորդորը ձեզ գրել, ով որտեղից է դիտում, ինչ առաջարկներ ունեք, ինչ տպավորություններ ունեք այն նախագծից, որի մասին խոսելու ենք, եւ իհարկե ձեր ողջույններն ու բարեմաղթանքները մեր բոլոր արտիստներին։ Իսկ իմ տաղավարում է իմ հարազատ ընկեր, գործընկեր, շատ յուրահատուկ պրոդյուսեր, նաեւ տարբեր լավ նախագծերի հեղինակ, հումորիստ բառը հաստատ նրան բնորոշ է կյանքում, բայց ոչ որպես մասնագիտություն, մի խոսքով, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, նույն ինքը Մենչը։ Բարի գալուստ, Արմեն ջան։ Ասել եմ քեզանից այս խոսքերը լսեմ։ Ես շատ ավելին կարող եմ ասել քո Ես մասին։ չեմ էլ կասկածում ասեմ։ Նայր, ես տեսել եմ քո ստենդափը եւ ծիծաղել եմ լիաթոք, շատ բարձրաձայն, մեկ-մեկ թեթև խայտարակ լինելով, այն որ բարձր են ծիծաղ։ Ես լսել եմ։ Լսել ես, որովհետեւ փոքր ներքին հումորներ կան, նուրբ, որոնք գիտենք մենք, դրանք ներքին հումորներ են։ Իսկ այն ինչը ծիծաղելի է, դե ծիծաղելի է բոլորի համար։ Մենք, ասա խնդրում եմ, դու քո հումորային աշխարհում քեզ առավել ազատ ես զգում բեմում, թե կյանքում, սեղանի շուրջ ընկերների հետ։ Իհարկե մի քիչ տարբերվում է իրարից, որովհետև սեղանի շուրջ ընկերների շրջապատում շատ ավելի ազատ եմ լինում, որովհետև չեմ մտածում ինչ խոսեմ։ Այդ ինչն է, խմբագրականն է, Չէ, խմբագրականը չի, առհասարակ գիտես, երբ որ ընկերների հետ ես լինում, ինձ համար ամենակարևոր բանը, երբ որ դու լինես այն շրջապատում, որ դու քեզ այդ պահին խոսելուց չխմբագրես։ Այսինքն խոսես այն, ինչ ուզում ես ու վստահ լինես, որ դիմացինդ կամ դիմացիներդ քո հետ նույն վալնայի վրա են։ Դրա համար ինձ բնականաբար ավելի հոգեհարազատ է սենց ընկերական շրջապատում խոսելը։ Բեմում իհարկե դա նույնը անում ենք, բայց գիտես, խմբագրելով, հասկանալով, սա պետք է ասել, սա պետք չի, սա արդյոք ասեմ, ոնց կհասկանան, սա միգուցե սենց ասեմ, որ ճիշտ հասկանան։ Այսօր կյանքը ավելի հետաքրքիր է կյանքում։ Ես քո բոլոր ընկերների կարծիքը քո մասին այդ հարցում լսել եմ ու բոլորը փաստում են նույնը։ Դու կադրից ներս տեսախցիկներն անջատած տարբերակում անհնարին մեկն ես, որի շուրջ չեն կարող նստել 1 րոպե անգամ առանց ծիծաղի ու շատ ուրիշ ձևի սուր ուղեղով։ Չեմ ասի, որ այդպես չի, այդպես է, որովհետև ես իրական դա սիրում եմ, որովհետև տես, դա նաև գալիս է մի բանից, որ այն կյանքը, որը այն ժամանակաշրջանը, որը մեզ մոտ անցել է 94 թվականից, մենք մեծ մարդիկ ենք մի այո, իմ կողմ ցույց մենք մեծ մարդիկ ենք, սենց անում մենք։ Ինքը շատ հագեցած է եղել, այսինքն այնքան հագեցած է եղել, որ ես մեկ-մեկ բաներ եմ հիշում, որ ասում եմ դա չի կարա եղած լինի, դա իրականություն չի կա, դες բան չի լինում, այսինքն դա սցենար չես կարող։ Դե հիմա կոնկրետ այս բանին չեմ հիշի ինչ որ մի բան։ Դրա համար բաներ կա, որ հիշում եմ, գիտես մեկ-մեկ ինչ այն, որ հիշելուց ասում եմ միտեղ sense գրեմ հեռախոսիս մեջ, որ հիշեմ, որ մյուս հանդիպման ժամանակ այն տղաներին ում հետ եղել եմ այդ ժամանակ, այդ նորից հիշեցնեմ, վստահ եմ որ իրենք էլ չեն հիշում, ու տենց այնքան մանր-մունր պատմություններ կա մեր կյանքում, որը գիտես մի հատ ժամանակ է եղել, որ ինձ թվում է իմ կյանքի ամենալավ ժամանակահատվածն է։ Նոր հայերի։ Այսինքն, հա, որովհետև տես փող չկար արանքում, ինչ որ ուրիշ ամբիցիաներ չկար, չգիտեմ, ես էս մարդն եմ կամ ես էս մարդ եմ կամ չէ, նորմալ սովածել ենք եղել, մյուս օրը ունեցել ենք որևէ մի բան ուտելու են, մյուս օրը շատ ավելի շատ ենք ունեցել, 4-րդ օրը ընդհանրապես չենք ունեցել, չի խանգարել մեզ դա, ուղղակի այդ շրջապատով, այդ կոլեկտիվով, այդ ընկերական շրջապատով լինել երջանիկ։ Դա շատ կարևոր է ինձ թվում է։ Եվ հետաքրքիր է, որ այն ժամանակ քո ասած խմբագրականը մարդկանց մեջ էլ չկար։ Հարցը միայն մեկնաբանողի կամ տեսախցիկից հետո ռեակցիա տվողի մասին չի։
Ընկերները իրար մեջ հումոր անում էին ու հաջորդ քայլին չէին վախենում, որ այս արած հումորը սխալ կընկալվի կամ ժողովրդական լեզվով ասած մեկը թոքերը կգցի, հետո կվերադարձնի արդեն որպես մաղթ կամ Ես չարություն։ դրա համար եմ ասում, մեկ-մեկ եթե կողքից մարդ ներկա լինի մեր շրջապատում հումորներին, ինքը չի հասկանա այս մարդիկ ինչից են խոսում կամ ոնց ես դու դիմացինիդ մասին դա պատմում։ Դրա համար ես սիրում եմ այդ ամեն ինչը անել, այնտեղ որտեղ բոլորը մերոնք են։ Այսինքն այդ տեսակի հումորի մասին է խոսքը։ Բայց չի լինում, որ կրկնվում եք։ Ու գիտեք, այս մեկը լավ է, սա այս հումորը անելու է։ Մարդիկ կան իհարկե, որ կրկնվում են։ Բայց դու նրանցից Ես չես։ դրանցից չեմ, չէ, ես չեմ կրկնվում։ Ես չեմ կրկնվում։ Ես կարամ ամեն անգամ նոր բան հիշեմ։ Նույնիսկ եթե նույն բանը պատմեմ ամեն անգամ կարող եմ տարբեր պատմեմ, որ այդ երկրորդ տարբերակը նույնիսկ ավելի լավը լինի, քան առաջինը։ Մինչ դու շատ յուրահատուկ դիտարկում ես մարդուն։ Օրինակ, ես էլ եմ դիտարկում, բայց ես դիտարկում եմ լրիվ ուրիշ տեսակով։ Նստելու ձևից մինչև աչքը նայելը, խոսքը, ձայնի տեմբրը, մատները, ժեստ, ամեն ինչ դիտարկում եմ, բայց ես դա վերջում չեմ վերածում ստենդափի կամ պերսոնաժի, սիտկոմի կամ դու օրինակ ամերիկյան իրականության մեջ ապրող որոշ հայերի այնպես էիր դիտարկել, որ դու նրանցից սարքեցիր մի ամբողջ էպիկական դրամա կամ տրագիկոմեդիա էր դա։ Ես իհարկե լացելով ծիծաղում էի նայելով, բայց հասկանում էի նաև ողբերգությունը դրա։ Գիտես միշտ հետաքրքիրը որն է, որ մեր կյանքում ինչը իրական է, դա ամենածիծաղալուն է։ Ու ամենալացելուն։ Ու ամենալացելուն, այսինքն պետք չի որևէ մի բան հորինել։ Այսինքն դու երբ որ տեսնում ես նմանատիպ մարդկանց, ուղղակի վերցնում ես իրանց վարքագիծն ու տեսակը ու դրա մասին սկսում ես պատմել, նույնիսկ իրենք են սկսում ծիծաղել, որ ու հասկանում են, որ դա ինքն է։ Հա։ Բայց ինքը չի արտահայտվի երբեք, ինքը կողքինին կասի, էս են մեր բանն է, հարութիկն է, օրինակ, հա, բայց ինքը ներքուստ ինձ թվում է հասկանում է, օրինակ ժամանակ կար, երբ որ դու կերպար էի խաղում, օրինակ օլիգարխի որևէ, ինձ բոլոր օլիգարխները ասում էին, էս են բանի ձևերն ես չի անում։ Իրենց վրա չեն վերցնում։ Չի վերցնում իր վրա, որովհետև մի քիչ ամոթ է իր վրա վերցնելը, բայց հաստատ ինքն է կա դրա մեջ։ Այսինքն ինչ որ մասնիկ իրանից էլ կա, ինչ որ մասնիկ այն մյուսից կա, իրականությունն է ծիծաղալու, իրականությունն է լացելու, այսինքն այդ երկու բանն է, որ պետք չի հորինել։ Պետք է վերցնել այն, որ մարդը տեսնի, այսինքն ճանաչի այդ կերպարին, ճանաչի իրանց շենքից, ճանաչի իր շրջապատից, ճանաչի, չգիտեմ որտեղ։ Պետք է ճանաչել այդ մարդկանց։ Դրա համար ինձ թվում է պետք չի երկար մտածել հորինել ինչ որ չգիտեմ, սենց ինչ որ որևէ մի բան։ Պետք է վերցնել իրական մարդկանց, իսկ փառք Աստծո այդ իրական մարդիկ այնքան շատ են, որ դու խնդիր չես ունենա երբևէ մտածես, բայց որտեղից վերցնեմ այդ կերպարը, լիքն են։ Սա հիմա որ բոլորը կերպար են։ Հիմա չկերպար չկա։ Հիմա չկերպար չկա, հա։ Գիտես Անտոն Պավլովիչ Չեխովը երբ ձևավորում էր նոր դրաման, մոտավորապես անում էր նույնը, վերցնում էր ամենահասարակ մարդուն, այն աննկատ մարդուն, որը սպասավոր է եղել կամ կալվածատիրոջ շան պահակն է կամ ինչ-որ շատ ամենահասարակ մարդուն կամ ինչ-որ հաշվապահ է ամենօրյա իր բյուրոկրատական գործունեության մեջ եւ այդ մարդուց էր կերտում շատ կոմիկական վիճակ կամ շատ տրագիկ վիճակ։ Ինչի, բայց որովհետեւ դա է իրականությունը։ Նույնականացումդ գնում է այդ մարդկանց հետ, վերջը դու չես կարող անընդհատ քեզ համեմատել Տիգրան Մեծի հետ, ինչքան էլ ուզենակ։ Մենք իհարկե ունենք այդ ձգտումը, բայց վերջում մեր կողքի շենքի Համո Ջաջանա էլի այդ հիմնական։ Ու Համո Ջաջանը ամենահամովը։ Okay։ Որովհետև Համո Ջաջայից, Համո Ջաջան որպես հավաքական կերպար։ Այո, հավաքական։ Համո Ջաջայից շատ կա։ Հասկանում ես, մնացածը մենք չենք տեսել, մենք չգիտենք դա ինչ է, հա, օրինակ իջնես խանութ, տեսնես կարամելի բաժնի ռիմատոտային, նմանատիպ ռիմատոտա կա նաև կողքի խանութի ջրի բաժնում, կա նաև ЖԵԿ-ում աշխատող, կա նաև կադաստրում, կա, այսինքն այդ տարբեր տեղեր իրենցից շատ է, այսինքն պետք չի երկար մտածել, ուղղակի 4 հոգու նայում ես, 4 հոգուց վերցնես մի հատ փոքրիկ բան, կդառնա մի հատ անես կերպար, որ կասեն վայ ապրես, էս ինչ լավն էր էս կերպարը ու կուրախանան մարդիկ։ Ինչ, բայց ո՞նց ես կանանց այդքան հասկանում։ Կին կերպար կերտելը թվում է հեշտ, հեշտ չի։ Ու մենակ բարիկով կամ հագուստով երբեք չի դառնում այդ կերպարը կին։ Դու վերցրել ես կնոջ քթածակը, գիտես դու ոնց ես բռնել այդ կնոջը որոշակի։ Այդ գիտես որ տարբերակն է, որ էլի ոչ թե ինչ որ կնոջ կերպարա, դա
էլի տեսակ կա, Հավաքական, հա։ տեսակ կա, որը որ էլի շատ անաս, շատ, այսինքն ամեն անգամ տեսնելուց դու ես գիտես մարդիկ կան, որոնք կերպարներին հավատում են, դու ինձանից դա լավ գիտես, այսինքն իրանց համար դու որևէ մի հատ կերպար ես, ու ինքը թվում է դու կյանքում ես տենց, չգիտեմ, դրսում ես տենց, տաննել ես տենց, հյուր գնալուց ես տենց, Առավոտ արթնանում ես, արդեն միշտ տենց ես, այդ կերպարի մեջ ես։ Ժամանակին, երբ որ մենք արեցինք այդ կին կերպարը, ամենակարևորը հասկանալն էր, որ կան կանայք, որոնք իմինը կանայք էս պարագայում, չնայած դրանց տղամարդներ կա, դրանց որդիներ կա, բայց կան կանայք, որոնք այդ հարցում ավելի էմոցիոնալ են, ու երբ որ իրանք ուզում են որևէ մեկին խաբեն, իրենք իրենց է սկզբում համոզում, հետո դիմացին։ Միանշանակ, այսինքն ինքը իրան համոզում է, որ ինքը ճիշտ է, որ կարողանա դիմացինին համոզի։ Արդեն այդ դեմքը ընդունեցիր, ես ինչ էր անունը ծոցի։ Լարիսա։ Տիկին Լարիսա, մենք ձեզ կարոտում։ Ու ես գիտես, երբ դա որոշեցի էլ չանեմ, երբ որ մի օր իմ տղեն եկավ տուն, փուճուր էր, ասես պապ կարամ քեզ մի բան խնդրեմ։ Հա։ Բայց փուճուր էր, երևի մի 6 տարեկան։ Ասեցի, ասես կլինի այդ շորերը էլ չհակնես։ Լավն է ինքը։ Ասեցի, հա, իհարկե կլինի, ու ես մյուս օրվանից դա չհակա։ Ու այդ գիծը ինձ մոտ փակվեց, այդ տեսակը։ Դու չգիտեմ հիմա դա ինչից ելնելով, միջև այսօր չեմ հարցրել իրան, այդ խի էր այդ ժամանակ տենց ասում, բայց դա մոտ գեշտալտի բաց։ Հա, շուտ տենց ես իմ ինչ։ Խորը հոգեբանական։ Հա, տենց։ Այ ինչ հետաքրքիր բան է։ Լսի, շատ յուրահատուկ տեղ բերեցիր ինձ, որ մենք որպես մասնագետ դերասան կարող ենք անել ինչ ուզում ենք, մեզ հետ բեմում մեր որոշմամբ, բայց մի բան է, երբ դու ես քո կյանքի ճակատագրի գծողը, մի բան է, երբ դու արդեն ունես երեխաներ, եւ այո, նրանք դառնում են կարևոր թելադրողը քո ճաշակի, քո ապրած կերպի, անգամ քո վտանգավոր սպորտաձևերով զբաղվելու կամ ոչ, որտեղ արդեն պատասխանատվության աստիճանն է։ Միանշանակ, օրինակ ես 20 տարեկանում ես սիրում եմ էքստրեմալ բաներ, օրինակ ես թռնում եմ պարաշուտից, ես թռնում եի տարզանկայից, ես ինչ ասես չեմ արել։ Դու դահուկ արագ կքշես ուրեմն։ Դահուկ երազում եմ քշել, չեմ քշել մինչև այսօր։ Հիմա եթե ինձ տանես ասես թռի պարաշուտից, ես հենց հիմա քեզ կարամ վստահ ասեմ չեմ թռնելու։ Չեմ վախում։ Բայց այդ տարիքային բան չի, ավելի կարող է նաև տարիքային է, կարող է նաև այդ քո ասած տարբերակն է, որ այստեղ արդեն երեխաները եւ այլն եւ այլն։ Օրինակ իմ աղջիկը գնում թռնում է, ես ասում եմ, օքեյ, լավ ես անում։ Էլինան։ Էլինան ինձանից է, այսինքն այդ առումով, այս այն ժամանակ, երբ որ մենք գնում ենք Magic Mountain, մեր ընտանիքից եթե ամեն ինչ նստում են, դա ես եւ Էլինան ենք, մնացած ոչ մեկ չի նստում։ Բայց այսօր չեմ անի։ Կամ անելուց այնքան երկար կմտածեմ ես դա անեմ թե չէ։ Բայց դահուկին դա չի վերաբերում, դահուկը կքշեմ հաստատ։ Վայ չես պատկերացնում ինչ տպավորություններով ենք եկել։ Ես ես բոլորիդ խորդորում եմ, խորհուրդ եմ տալիս, եթե ունեմ դրա իրավունքը, առաջարկում եմ կտրվել ես ամենից, կտրվել ինձնից, բոլորիցդ, ինքներդ ձեզնից, գնալ մայլեր եւ կորչել այդ լեռներում գոնե 3 օրով, մաքրել ուղեղը փոշուց, մեր մառախուղից, վատ մտքերից, հուսահատեցնող ու քանդող եւ դրա համար կա երկու տարբերակ՝ լավ սպորտը, մաքուր օդը եւ իհարկե հումորը։ Իհարկե։ Ուղղակի հումորը երբեմն դու ծիծաղում ես, լացելու աստիճան ու անցնում ես ու անցնում է։ Կարելի է դա բոլորը իրար հետ անել։ Վայ, այդ գիտես ինչ դոզա կլինի։ Հումոր անելով իջնում ես։ Բարձր, բայց։ Ինչ, հումորը մարդու հետ ծնվում է, թե կարելի է ձևավորել։ Ինձ թվում է դա պետք չի կարա չլինի, այսինքն մարդ, որը հումոր չունի, դա հումոր չունի, դա ես ունեմ ընկերներ, որոնք հումոր չունեն, ասում եմ, գիտես, մեկ-մեկ որ իրենք փորձում են հումոր անեն։ Ես գիտեմ ով է։ Շատ կան իրանցից, ասում եմ, արի խնդրում եմ, էլի, մի արա, ախր չի լինում։ Չի ձգտումը մեծ է, բայց չի ստացվում հիմա, դե մարդու մոտ չի ստացվում, ես անում։ Ձգտումը։ Կամ դու ինչ մասնագետ ես, օրինակ, ենթադրենք դու շինարար ես, ես ախր չեմ փորձում, չէ՞, շինարար դառնամ։ Դու էլ դա մի արա։ Բայց դու էլ տնտեսագետ ես մասնագիտությամբ։ Այո։ Բայց դա կապ չունի, ինձ թվում է այդ հումորը, որի մասին մենք խոսում ենք, կենցաղային հումորը, դա կամ կա, կամ չկա։ Օրինակ երաժիշտներ կան, ինձ համար մի հատ երաժիշտների կաստ կա, որոնք հումորի տեսակ ունեն,
որը ֆանտաստիկ է, այսինքն ես Ռաբիզ երաժիշտները Ռաբիզ շշմելու երաժիշտների հումոր, մասը, այսինքն մեռնելիք այդ հումոր հումորը, ունեն։ որը իրանք ունեն, ու այդ ֆանտազիան, որը իրանք ունեն, ես միշտ մտածում եմ մարդկանց, դա էլ գալիս է գիտես ինչից, որովհետև իրանք ամեն օր այնքան տարբեր մարդ են տեսնում, Որ պետք է առողջ որ ցինիզմից որ այդ էլի դիմանա։ վերադարձանք են նույն խոսակցությանը, որ իրանք էլի չեն հորինում, իրանք իրենց տեսածը մեզ պատմում են։ Սպիտակցի Հայկոն այնպիսի հումոր ունի, Ոչ միայն սպիտակցի Հայկոն, ինձ թվում է այնքան շատ են, հիմա անուններ չտամ, շատ են։ Անես բաներ են խոսում, որ դու ուղղակի տենց պիտի գրի ապշում առնես, ես, հա, իսկ ինչ ճիշտն է ճիշտ, համաձայն եմ։ Այդ շատ ունիկալ բան է։ Հա, ու այնքան པարզ, գիտես, սենց մակերեսին դրված բան է, փաստ ճշմարտություն, որը հասարակ ներկայացնում է, բայց այդ པարզում է ահռելի հումոր է։ Մեր Հայկոն միջև արդեն էստրադիկ դառնալը, երբ որ ինքը դեռ ռեստորաններ Բերում էի նրան։ այդ ժամանակ ինքը շատ լավ հումոր ուներ։ Հետո որ Հայկ ասում եմ Հայկո, եթե դու ուզում ես հումոր անես, այն ժամանակվա քո հումորը շատ ավելի լավն էր, երբ որ դու Արարատի падվալում էիր երգում, քան հիմա որ դու արդեն, չգիտեմ, էստրադնի ժանրի մեջ ես, հիմա արդեն ուրիշ տիպի հումորներ ես։ Հա, բայց մեկը լավն էր, էստրադային Իհարկե, հումորն էլ որովհետև Հայկոն էլ ուներ մի հատ հումոր, որը էլի այդ դպրոցը, որը իր մեջ կար, հումորային դպրոցը եւ այդ ռեստորանային դպրոցը, դա իրանը միշտ ասում է։ Քանի տարի գիտեիր Հայկոին։ Հայկոին գիտեմ 95 թվականից։ Հիշում ես օրը։ Հա, իհարկե, շատ լավ հիշում ոնց ենք ծանոթացել, ես եւ Ջանիբեկյան Արտուրը գնացինք Հայկոին հանդիպելու, որ համոզենք ինքը գա Նոր հայերի երաժիշտը դառնա, կոնսերվատորիայի դեմը Հայկոն եկավ առանժվի Զապարոժեց մեքենայով, վատ, այդպես խոսացինք, ինքը համաձայնվեց ու 95 թվականից արդեն Հայկոն մեզ հետ սկսեց գալ Վառոնեժ, հետո Մոսկվա, հետո մնացած բոլոր տեղ։ Նորի հիշել եմ առաջի կլիպը, որ Հայկոյի նկարում էինք Ռիգայում, Յուրմլայում։ Հրաչներ նկարում Քեշիշյան, այն որ հիմա պետքա աղջիկ ընտրենք, որ որպես հերոս կլիպի այդ երգը որը Դեպի վերև, չէ։ Չէ, բանը։ Ռիգայում այդ շատ վաղուց բան է ասում։ Բաց ինձ համար հոգի։ Հոգի, իմ սեր, հետո մենք Հետո արդեն ռիմեյքը եղավ։ Դրա կլիպն է նկարվում Յուրմլայում ու Լվովի թիմ կար կավենի, որտեղ մի հատ կար սիրուն աղջիկ, պրոֆեսիոնալ դերասանուհի էր թատրոնի, Հայկոն ասեց, այ իրան եմ ուզում։ Հետո Լավ, գնացինք այդ աղջիկի հետ խոսացինք, դու որ ուղղակի այդ կլիպը հիմա որ ես ասեմ մի հատ նորից դնես նայես, խնդրում եմ նայ Հայկոյի դեմքին ու այդ աղջկա դեմքին, այդ գիտես, չգիտեմ խի համաձայնվեց այդ աղջիկը, որտեվ Հայկոն այդ ժամանակ սենց ուրիշ դեմքով, Էսի շուջայել էր, փոքր էր, այս փոքր, դեմքը փոքր։ Այն որ հələ թիթեր չի դառը, հասկանում ես, ինքնից ինկուբացիոն շրջանում, շատ ջահել էր։ Շատ հետաքրքիր ժամանակներ էր ու այդ ժամանակվանից արդեն միշտ իրար հետ գնացել եկել ենք։ Նույնիսկ մի անգամ հիշում եմ Մոսկվայի խաղերից մեկն էր, Հայկոն չկարողացավ գալ, ասեց կլինի իմ տեղ ուրիշ մարդ ուղարկեմ, մի հատ ուրիշ մարդ ուղարկեց ու այս տղան, երբ որ մեր համար գործիքավորում էր, մեզ դուր չէր գալի։ Այն որ մյուս օրը զանգեցինք Հայկոյին, ասենք Հայկո ջան, նայ, մեզ չի հետաքրքրում դու ինչով ես զբաղված, հիմա այս տղեն հետ է գալի, ու դու գալիս ես, Հայկո սխելոք, վեր կացավ ու այս տղուն ճանապարհեցինք, ինքը եկավ։ Այստեղ նույնիսկ գիտես, դաշնակապա որակը չէր խնդիրը ինքը ինչ ձև էր դա անում։ Ձեր երամի Այլ ինքը մեր մեջից չէր, այդ Հայկոն այդքան մեր մեջ էր բոլորիս։ Այդ է ուզում ասել։ Շատ կարևոր էր։ Ես հիշում եմ Գարիկի Մարտիրոսյան Գարիկի ասածը, որ եկավ, ասացի, այ մի հատ էս կնվագես, ասում եմ նվագեց, հետո ասի ես մի հատ այսպես մի հատ բան եմ ուզում, ասում այդ նվագեց, հետո ես նվագեց, ասում են ինչ աննորմալ ունիվերսալ մի հատ գոյացություններ էլի մարդ կա։ Հետո գիտես ամենակարևորը, այսինքն Հայկոն, սա օրինակը բերեմ Հայկոյի վրա, բայց ես թվում է դա շատ կարևոր բան է։ Ինքը չուներ ամբիցիա այդ պարագայում։ Այսինքն երբ որ մենք ասում էինք սա արա, ինքը ասում էր, բայց սա ճիշտ չի երաժշտական։ Ասում ենք նայ, հասկանում եք որ երաժշտական ճիշտ չի, բայց մեր համար սա է պետք։ Սա է պետք։ Ինքը երբեք չէր դնում ինչ որ բառերով, բայց չգիտես, էս նոտան, էս եսի ինչը, ինքը անում էր այն, ինչ որ իրանից ուզում էին։ Ու վիտոգի դա դառնում էր ճիշտ։ Որովհետև ամենտեղ չի, չէ՞ որ դու պետք է այդպես ճիշտ մասնագիտական գնաս։ Մեր արածը երաժշտական մրցույթ չէր, կամ եսի ինչ չէր, մեկ պետք չէր երգեինք շատ մաքուր, մեկ պետք չէր, բայց ինքը ամենայն դեպս լսող էր, այդ լսելու
ինչը հիմա իսպար բացակայում է բոլորի մոտ, մարդիկ չեն լսում ուղակի, խորհուրդ չեն հարցնում եւ չեն լսում։ Երկու այսօր միջալ դրանից էինք խոսում, էլ ասում ենք ինչ վատ է, որ մարդը ամաչում է դիմացինին, ինքը հասկանում է, ես հասկանում եմ, որ դու սրանից ավելի շատ ես հասկանում, քան ես։ Ախր ինձ ամոչ եք ես կամ ասում, նա ջան, սա ոնց ես անում, մի հատ կասես, ես մի հատ հասկանամ։ Այ դա սկսել են ամաչել։ Ընկնում են խնդիրների մեջ, չգիտեմ, սխալ են անում, տակ են տալիս, փող են կորցնում, բայց չի հարցնում։ Ինչա թե ամոթա, որ ինքը քեզ ինչ որ մի բան հարցնի, չեմ հասկանում, տարօրինակ հիմիկվա ամբիցիաները։ Դու բարի կերպով ես էլի դիտարկում այդ փաստը, այդքան ամաչելը չի, որքան շատ այլ դեպքերում մեծամտությունն է, որ նա կարող է ինքնուրույն առանց Չեմ ուսումնասիրելու ուզում այդ բառերը ուղղակի տենց Չէ, ասեմ վատով չէ, հիմա տարբեր են դեպքերը։ Կա, որ իսկապես ամաչում է, կա, որ չի ուզում նեղություն տալ, բայց ասում եմ բիզնեսի ամենաոսկի կանոնն է չամաչել, դիմել օգնության, չամաչել հարցնել։ Մի անգամ մերժում ստացար, երկրորդ անգամ, երրորդ անգամ։ Այսինքն, եթե դու մանավանդ փնտրում ես ներդրողների կամ ուզում ես քո գաղափարը իրապես իրականացնել, դու պիտի դնես քո սուտ ամբիցիաները մի կողմ ու գնաս նպատակիդ հետևից ու դրա համար այո պետք են մարդիկ։ Օրինակ դες ֆիլմի դեպքում, երբ որ ես ֆիլմը նկարում էի, օրինակ եմ բերում, որ սա իմ կյանքի առաջին նկարած ֆիլմն է, Լիամետրաժ։ լիամետրաժ։ Ես լիքը բան չգիտեի։ Ես բոլորին, ում ճանաչել եմ, ով նկարել է ֆիլմ, բոլորին տարբեր կամ նույն հարցերը տվել եմ, որ սա ոնց է անում, սա ինչ է անում, սա խի է անում։ Ինձ համար դա լրիվ նորմալ է, որովհետև ես պետքա փորձեմ։ Կարող է իր ասածը չանեմ, ուրիշ կերպ անեմ, բայց ամենայն դեպս ինֆորմացիան պետքա դու հավաքես, ունենաս այդ ինֆորմացիան, հետո ոնց ուզում ես արա, բայց գոնե սկզբնաղբյուրը պետքա լինի ճիշտ։ Ես չեմ ամաչել, ես բոլորին հարցրել եմ։ Օրինակում Ում գիտես։ Անի Երանյանին։ Ես մեր դերասանների մասին հələ չի խոսքը։ Մեր դերասանների մասին մենք նույնիսկ գիտես ինչերն ենք քննարկել, որ տեսեք սցենարը հիմա պատրաստ է, երեխեք, մի հատ եկեք սցենարի վրա նստենք, մենք կարող է շատ բան բաց թողած լինենք կամ սցենարիստները։ Մի հատ եկեք նստեք, մենք գիտես ինչքան բան ենք ուղղել մեր Անի հետ, Արփի հետ, Իրանի հետ, Գորի, բոլորի հետ, այսինքն ամեն մեկը իր կերպարի մեջ, այստեղ պակասում է մի քիչ, օրինակ, չգիտեմ, լավ կլներ ստեղ միած տեսարան լիներ, որտեղ էմոցիոնալ, չգիտեմ, սերը, բան եւ այլ, մենք այդ ամեն ինչը մտցրել ենք ֆիլմի մեջ։ Բացի դրանից, ես շփվել եմ Կիրակոսյան Գորի հետ, Միտոյան Արմանի հետ, Ջահանյան Ռուբեն, իսկ սաղին ես հարցրել եմ։ Այսինքն մարդիկ, որոնք արդեն ունեն նկարած բաներ, չէ, որոնք ունեն անցած ինչ որ ճանապարհ, ինչի չհարցնեմ։ Հա, շատ սիրուն բան ես ասում։ Մենք իսկ վերադառնանք հին օրեր։ Давайте։ Ես այսօրվա պես հիշում եմ, որ տանը նստած էի, Armenia TV-ում էի արդեն աշխատում։ Okay։ 2 տարի։ 2014 թվականն էր։ Ես մի պահ շփոթել էի թվականը, հետո հիշեցի 14 թվականն էր, ես տանը նստած երեկոյան սպասում էի առաջին սերիային, հենց առաջին սեզոնի առաջին սերիայի մասին, Full House-ի։ Ես հիշում եմ այն ժամանակ, հիմա որ նայում չգիտեմ տպավորությունս նայր ազնիվ է, բայց այն ժամանակ դա շատ գրանձիոզ, շատ ծիծաղելի, ահա որ աշխատած, այսպես սկրուպուլյոզ աշխատած, իդեալական սիտկոմ էր, որը դարձավ լրիվ նոր նշաձող նմանատիպ բոլոր նախագծերի համար ու թերևս մնաց իր կետում, հա, մի կետ, որին դժվար էր երևի հասնելը։ Ու հետո ինչ-որ սեզոնները դե գնացին մինչև անվերջություն, այլ արդեն չհետևեցի, որովհետև 1000 ու մի բան։ Անցավ 14 թվականից սկսել ենք, 19-ին ավարտել ենք։ Այո, 5 տարի է եղել ինքը եթերում, 9 եթերաշրջան։ Այո։ 9 եթերաշրջան ու եկավ մի հատ պահ, երբ որ ես հասկացա մի բան, սա էլ երևի ինչ շատ մարդ չհասկացավ այդ ժամանակ, մինչև այսօր դերասաններն էլ չեն հասկանում շատերը։ Ինչու փակեցիր։ Ինչի փակեցի, բայց ես մտածում եմ սենց, պատվով է պետք չի կարելի սպանել նախագիծը, պետքա վերջացնես այնտեղ, որտեղ ինքը պիկի վրա է։ Դա է բերել նրան, որ մենք դրանից հետո անցել է երկար ժամանակ, մայիսին ունենում ենք 3 հատ համերգ Լոս Անջելեսում, որը մի ամսում sold out-ա լինում 5000 հանդիսատես, հիմա ունենում ենք ֆիլմը։ Եթե մենք դա սպանեինք,
մենք ոչ կունենայինք համերգը, մեզ այսքան չէին սպասի ֆիլմի շրջանակներում եւ այլն եւ այլն։ Ես դրա կողմնակիցն եմ, պետք չի մորթել, սպանել, թաղել պրոյեկտը ու ասել լավ, Մաշեցնել։ քամեմ, սենց միջև վերջ եմ, վերջի կաթիլնել վերցնեմ, թող դից վերջանա։ Որ մարդկանց հիշողությունների մեջ ինքը որպես դրական կետ մնա, այսօր բոլորը լավ բաներ ասեն։ Հա, այդ շատ սիրուն ու իմաստուն բան ես ասում։ Նույնիսկ Netflix-ով կամ Apple TV-ով երբ որ նայում ես ամենահետաքրքիր թեկուզ պատմական եսիմ ինչ սերիալը 4-5-րդ սեզոնից հետո ազնվորեն եմ ասում, ասենց ուզում ես ասել դե լավ, դե վերջացրեք արդեն գործ ունենք, կյանք ունենք ապրելու, լավ է, արդեն գերհագենում ես։ Եվ իհարկե այն ժամանակ այդպես միանգամից չէր տեղադրվում, դոզավորված էր ցույց տրվում ու մարդիկ սպասում էին անհամբեր։ Կասես ինձ մեջ, երբ որ մարջին ներառեցիք ձեր այդ կոմեդիայի ժանրի մեջ, արդյոք դու կոնկրետ սպասում էիր, որ նրա կերպարը կարող է դառնալ առանձին գործողանց, ես չեմ թերացնում որևէ մեկիդ, գժվում եմ բոլորիդ համար միասին ու առանձին, բայց մարջը իր գրական հայրենով ու իր մի տեսակ հիստերոիդ այդ կնոջ կերպարի ձևավորմամբ շատ ուրիշ ակցենտ բերեց ու Գոգորի այդ իրենց տանդեմը շատ քաղցրեր։ Ուրեմն մարջին բերել ենք ընդամենը մեկ եթերաշրջանի համար Նախնական։ սկզբից։ Հա, Չէ, ոչ թե նախնական, տենց էր պլանավորած։ լավ։ Մի եթերաշրջան լինում է ու էլ չի լինում։ Մարջը Տունը հանձնում է ու գնում տունը այդ հանձնում է ճոճը։ ու գնում է, օրինակ, ինչ որ sense մի հատ Հա։ պատմություն։ Ինքը այնքան արագ սիրվեց ու այնքան արագ ինտեգրվեց թե կոլեկտիվի, թե ամեն ինչի մեջ, հա, իմիջիալոց ասեմ, իմ մոտ sense մի հատ էս նաև բզիկ կա այդ առումով, կապ չունի մարդը ինչքան տաղանդավոր է, ով է, վաստակավոր է, ժողովրդական է, եթե ինքը չի ինտեգրվում կոլեկտիվում, ինքը պետք է չլինի այդտեղ ուղակի, որովհետև ինձ պետք չի մարդ, որը մթնոլորտը փչացնում։ Մենք դրան ասում ենք կարճ մի բառով, տա հաճ մարդիկ Այո, հաճելի տենց չէ։ շատ եմ հանդիպել տենց դեպքերի, որ օրինակ այս մեկը շատ լավ կներ, օքեյ, համաձայն եմ, այդ մեկը լավ կներ, արի այս մեկը թու 30% ավելի վատ լինի, Հա, բայց բայց ինքը մթնոլորտը պահի։ Մի խոսքով, չթունավոր։ մարջը երբ որ եկավ, ես մարջին շատ ավելի շուտվանից եմ ճանաչում, ես մարջին ճանաչում էի բազեից, որտեղ, լսի, որտեղ մարջը հոկտեմբերյանի ջոկատով եկել էր, ու ես այդ ժամանակ, չգիտեմ ինչ որ մրցույթներ էր լինում, ես Թութուշը, Զարան, Հայկոն, մենք ժյուրի էինք, Սյուզաննա Մարգարյան եւ այլն, ու մարջը հաղթեց դա։ Ես մարջին այդ ժամանակ ես Հայ TV-ում էի աշխատում, մարջին ասեցի դա 2001 թիվն է, 2 թիվն է, ինչ որ մոտավորապես այդ ժամանակներն է։ Ես դրանից հետո մարջին հրավիրեցի մեզ մոտ Հայ TV, Երևի 3։ կարող է 3։ Մի խոսքով այդ ժամանակահատվածներն է, որ մարջը վարի հաղորդում, մարջը եկավ փորձեց ու վախեցավ։ Ասաց ես վախում եմ, ես չեմ կարա, այդտեղից ես մարջին էլ չեմ տեսել, հետո արդեն սերիալները, որտեղ մարջը անդադար լացում է, հուզվում է, ես անում են ալում, ես կողմ եմ յուրաքանչյուր տեսակի էքսպերիմենտին հազ, այսինքն եթե միշտ ավելի հետաքրքիր է, երբ որ մի մարդ անում է այս բան, որ իրանից չես սպասում։ Այսինքն եթե հիմա մարդ չգար մեր մոտ էլ սկսել լացել, կասեին նորմալ է, հիմա այս աղջիկը ընդեղ էլա լացում, աստեղ էլա լավ լացում, կամ ստեղ էլա իր կերպարը դրամատիկ կերպար է կամ եսի ինչա։ Ինձ այդ պերեվապլաշենյան շատ հետաքրքիր էր ինքը ոնց կլինի կոմեդիայի մեջ ու մեծ խոսքեր չլինեն երկար ժամանակ ինքը միջև այսօր շատ մարդկանց համար հիմա դա լավ է թե վատ չգիտեմ ինքը Տիկին Թամարան է այսինքն Տիկին Թամարան ինքը դաջվեց մարջի վրա ես ուզում եմ ուղղակի փաստել որ մենք խոսում ենք անսահման լայն սպեկտրի դերասանուհու մասին որը խաղում է A-ից F խաղում է ցանկացած տիպի կերպարի ու երբեք չունի խնդիր հիմնավորելու թե նա ինչու է այդ դերը ստացել հենց այդպես պետք է լինի ես շատ կուզենամ, որ մենք այնքան մեծ ու լավ կտավներ ունենանք, որ լավ դերասաններն ու դերասանուհիները հենց Հանձին Մարջան Ավետիսյանի կարողանան իրենց այդ լայն սպեկտրով ներկայանալ։ Եվ ինչու ոչ, թող full house-ն էլ լինի հենց այդպիսի հարթություն, որտեղ մենք տեսանք ուրիշ տեսակի Միրան եւ Արփի։ Տեսանք ուրիշ տիպի Գոր մենք տեսանք ուրիշ տիպի ես նույնիսկ չեմ ուզում առանձնացնել, ինձ թվում է full house-ը բոլորիս համար անկախ նրանից մենք միջև այդ ինչ էինք արել կամ full house-ը որ աստիճանից սկսեցինք, դա առանձին պատմություն էր։ Այսինքն միջև այսօր երեխաների համար մեկը Գոքորը դա Մուշեղն է,
ինչքան էլ ինքը դրանից հետո պրոյեկտներ արել, այն մյուսը Արփին դա Լիկան է, Անին դա Տաթևն է, այսինքն մարդկանց մոտ դա մնացել է, ինչը այնքան կայֆ է, չես պատկերացնում, այնքան է նաև ոգեշնչում, որ ինքը վատ տեսակետից չի մնացել, հասկանում ես, ինքը մնացել է մի հատ տեղ, որ մարդիկ ես տեսնում են, քեզ ավտոմատ ժպտում են, ինչը շատ կարևոր է, չի տխրում ինքը, չի բանա զզվում քեզանից, ինքը ուղղակի ժպտում է տեսնելուց։ Այսօր օրինակ գնացել ենք առավոտյան եթերի չէ, նենց եղավ, որ պետքա մի հատ փոքրիկ նկարանում ունեին կինոթատրոններից մեկում, երեխաներ էին։ Դու որ տեսնում ես այդ երեխայի դեմքը, արդեն ասում ես, լավ է, որ այս երեխան նայում է քեզ, ու դες շատ ուրախ է ինքը, աչքերը վառվում է, դες պսպղում է։ Ինչ դրանից կայֆ բան կա։ Չէ, այդ շատ կայֆ է ու շատ լավ է ու ես հիշում եմ շատ շնորհակալ եմ նաև որ իմ սիրելի Անի Երանյանն էլ այդ իր ողբերգական ու դրամատիկ բազում դերերից հետո ստացավ մի ուրիշ տարբերակի կերպար, որտեղ մենք տեսնում ենք, որտեղ Անին նաև ահավոր լուրջ հումոր ունի ու այդ սրտանց ծիծաղը, որը ես շատ եմ սիրում Full House-ում զրնգուն հնչում էր ու ես հետ էլի շատ է սիրում։ Ուզում եմ ասել, մի բան է, որ մենք կյանքում գիտենք ով ինչպիսին է, մի բան է, որ ֆիլմերի ու պերսոնաժների բերումով մենք հաճախ կաղապարում ենք այս կամ այն դերասանին միայն այսպիսին տեսնելով։ Ու հետևելով օրինակ Մկոյի դերասանական կարիերային, ես գիտակցում եմ ինչքան բարդ է Մկոյին այդքան հումորային պերսոնաժներից հետո գալ ավելի դրամատիկական դաշտ ու մեծ ահռելի աշխատանք է պետք, որպեսզի այդ դերասանը, որը մարդկանց մտապատկերում ֆիքսվել է որպես ծիծաղելի ադիկ կամ էլի շատ քո դրոշմն է, գիտես, դու ես մեղավոր։ Ինչ որեմ, որ դրանից հետո նա խաղա լուրջ դրամատիկ դեր ու դու նայես ու հաստատ համոզվես, որ այո, որտեվ էլի լայն սպեկտրի դերասան է։ Բայց լավ է, չէ՞ որ ինքը նաև դա կարողանում անի ու կարողանում անի լավ։ Այօրինակ Մկոն այդ առումով եզակի մարդկանցից է, որ կապ չունի տարիքը, չի ամաչում իր վրա աշխատել, աշխատում է, շատ մարդկանց սովորում է, չգիտեմ, բան անում է ու չի կարա դա չստացվի։ Իմ կարծիքով, եթե մարդ որևէ մի բան շատ է ուզում ու ընտրում է դրա ճիշտ ճանապարհը, դա միշտ ստացվում է։ Ինչ ուզում ես ուզի։ Այո, ես կանգնել եմ դահուկների վրա, հիշեցի ու իմ փոքրիկ հաջողությունը։ Ինչ լավ որ դահուկների վրա կանգնել ես։ Օրինակ ես էլ եմ ուզում հիմա կանգնեմ, ես վստահ եմ ես էլ չէ կկանգնեմ։ Հա դու հաստատ արա կքշես կամ չգիտեմ ինչ եմ, բայց համենայն դեպս մի 2-3 դաս հետո կքշես։ Վստահ եմ։ Մանավանդ լավ մարզիչներ։ Պայմանավորվեցինք Մայլերով։ Սա գովաց չի, սա իրականություն է։ Okay։ Մենք Full House-ը քո ասած ունեցան տարբեր համերգային ծրագրեր եւ ամերիկան թնդում էր, ցնծում էր, իրապես մարդիկ կարոտում էին։ Հետո դու որոշեցիր ստեղծել դրա ֆիլմը։ Կասես ինչու։ Կարոտներ։ Տես այսօր այդ հաջողության, թե ուզում էր ամփոփեիր վերջակետը։ Կյանքում մեզ, չէ, վերջակետ չեմ ուզում ասեմ, որովհետեւ ինչի չեմ ուզում ասեմ, որովհետեւ ինձ հետաքրքիր էր ֆիլմը ոնց է ստացվելու։ Ես քեզ այս հարցին կարող եմ պատասխանել 1 ամիս հետո, երբ որ լսեմ մարդկանց կարծիքները ֆիլմը դիտելուց հետո, հա, իմ այսօրվանից դիտում են, այո, բայց լսենք մարդիկ ինչ արձագանք են տալիս։ Ինչի եղավ Full House-ը։ Ես ավելի շատ եւ մեր բոլոր ժողովուրդը վստահ եմ ավելի շատ լսել են ոչ թե ոնց է բարև արտահայտությունը, այլ Full House լինելու է, թե ոչ արտահայտություն։ Այսինքն այն ֆիդբեքը, որը մենք ստացել ենք մեր հանդիսատեսից, ուր գնում ես Full House-ը երբ է լինելու, Full House 1000, իսկ նոր Full House լինելու է։ Իմ աղջիկը 17 տարեկան, 18 տարեկան, ինքը միջև այսօր հաց ուտելուց դնում է իր պլանշետը, նայում է սերիան, ուտում է, ասում եմ Մարիա, դու այդ սերիան տեսել ես 660,000 անգամ։ Ինչի ես հիմա դա նայում էլ կամ ինչ ես ուզում գտնես նորը։ Չգիտեմ, այդպես մարդ կա։ Հիմա երեխեք կան, որոնք Full House են նայում, որ մեր ավարտելու ժամանակ իրանք ծնված չեն եղել։ Այսինքն իրանք սկսել են նորից անգելա որպես տրենդ, մարդիկ սկսել են նայել։ Իրականում գաղափարը նա շուտվանից կար։ Ես ուղղակի ռիսկ չէի անում դա անել։ Ուզում էի դա այնքան հասունանա, որ ես հասկանամ, այ հիմա պետք է անել։ Բոլորը ծրված էին իրանց գործերով։ Մեկը Ամերիկայում, մյուսները Երևանում, չգիտեմ, տարբեր տեղեր, տարբեր գործեր։ Ես ուղղակի մի օր, երբ որ զանգեցի բոլորին հերթով ու ասացի, եթե ֆիլմ նկարենք,
Օրինակ ինչ եք մտածում ֆիլմ ես որ իրաց պատասխանները իրանց պաուզաները այդ առաջարկից հետո ինքը պաուզա է տալի, որտեղ ինքը չի հավատում, որ ես հիմա դա իրան ասում եմ։ Ես հասկացա, որ բոլորը այնքան ուրախացան իմ ասածից։ Բոլորի մոտ այնքան տենց էմոցիաներ արթնացան, որ լուրջ այսքան ժամանակ հետո, այսքան տարբեր գործերով զբաղվելուց էլի իրար հետ ես հասկացա, որ չէ, մենք ճիշտ ժամանակի վրա ենք ու պետք է սկսել դրա վրա աշխատել։ Ում ես զանգել առաջին։ Չեմ կարող հիշեմ առաջին ում եմ զանգել, բայց բոլորին հերթով զանգել եմ։ Բոլորին։ Մարջի հետ նույնիսկ մի 6 ամիս չէր խոսել դրանից առաջ։ Դրա համար եմ ասում, ամեն մեկը տարբեր տեղեր, տարբեր գործերով, բայց գիտես, այն որ ինձ թվում է sense ասեղ էր, որ sense ծակեցինք, sense դուրս եկավ ամեն ինչ, այդ փոքրիկ այդ բանն էր պետք է փուչիկը ծակել, որ այդ մարդկանց մոտ այդ ցանկությունը նորից արտանա։ Իսկ մեր նկարահանումներին, որ դու լինեիր կողքից նայեիր, կհասկանայիր, որ մարդիկ վայելում են ամեն մի վարքյանը, որ տենց իրար հետ հիմա մենք այս ֆիլմը նկարում ենք։ Դրա համար ֆիլմը դիտելուց հետո դու կհասկանաս, որ մի հատ ուրիշ տիպի մթնոլորտ է եղել այդտեղ, այդտեղ սեր է եղել, այդտեղ հարգանք է եղել, այդտեղ կարոտ է եղել։ Չէ, ուրիշ էմոցիա է մի խոսքով։ Դե դու նաև հիանալի որոշում էիր կայացրել այդ բոլոր նկարահանումները եւ բոլոր օրերը տեղափոխել կոնկրետ մի վայր, մենք Վանաձորի մասին ենք խոսում։ Ստեփանավան։ Ստեփանավաններ իր եւ Երևանից փոկելը մարդկանց իրենց կենցաղից արդեն մեծ քայլ է։ Ես քեզ վստահեցնում եմ, եթե Երևանում նկարահանեիր, կարող այդքան ուրախ ու այդքան որակով չանցներ։ Ես դա գիտակցում եմ։ Ես դա Որտեղ գիտակցում այդ եմ։ կենցաղը դե լավ տուն գնամ մոտ է, Որովհետև մարդիկ նույնիսկ հետաքրքիր բան քեզ ասեմ, մարդիկ կային, որոնք մենք ունեինք 2 օր ազատ օր, չեկան Երևան։ չէին գալիս Երևան։ Ուղղակի մնում էինք այնտեղ առանց ոչ մի բան անելու, համ վայելում էինք Ստեփանավանը, իր այդ ամեն ինչով բնությամբ, Դենտրոպարկ, գեղեցիկ։ համ իրար։ Մի խոսքով այդ էր ու երբ որ որոշումը կայացվեց ու ինքը սկսեց արդեն վերածվեց սցենարի, հետո վերածվեց արդեն ժամանակահատվածը երբ պետք է նկարենք ու արդեն ֆիլմը վերջացավ, գիտես չեմ կարող այդ աշուշենյան քեզ պատմեմ, ինչ եմ ես զգացել, երբ որ ինձ առաջի անգամ բերեցին ֆիլմը, որ մենք բոլորս նայենք ու նայում ես ասում ես նախ ինքը ուրիշ բան է, ամենակարևորը, այսինքն ինքը շատ մարդիկ պատկերացնում են, որ ինքը էլի նույն տունն է, նույն տաղավարը, չէ, մենք վերցրել ենք նույն կերպարներին 10 տարի անց։ Ոչ թե չենք նշել դա 10 տարի անցա, թե քանի տարի անցա, բայց ժամանակ անցա ու իրանց միավորել ենք ուրիշ սյուժեի եւ ուրիշ վիճակի մեջ, հա, այսինքն ստեղ իրանք իհարկե ժամանակը գալիս է, որ իրանք հայտում են նույն տան մեջ, բայց արդեն, չգիտեմ, Մուշեղն ու Տամարան բավականին հարուստ են։ Այն մի պատմի, սպոյլ մի արա, ես Այն մյուսը եսի ինչա, չէ, սպոյլ չեմ անելու, դրա համար չեմ ուզում սյուժեից ինչ-որ բաներ պատմել։ Սպասիր մի րոպե, հունվարի 29-ից այսօրվանից արդեն պրեմիերան է կինո Մոսկվայում եւ այլ կինոթատրոններում։ Բոլոր Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Մինչեւ երբ։ Չգիտեմ։ Չեմ իմանում։ Բայց արդեն խաղացանկի մեջ կլինի։ Այնքան տարօրինակ զարգանում իրադարձությունները, որ շատ ուրախալի տարօրինակ, որ օրինակ այս weekend-ը ոչ միտեղ տոմս չկա։ Այսինքն հիմա եթե մենք ուզենանք տոմս գնենք այս weekend-ին կարող է չկարողանանք կամ ինչ-որ միտեղ մի բան կարողանանք գտնել։ Որևէ կինոթատրոն։ Որևէ կինոթատրոն, բոլոր տեղերը sold out է։ Ու տենց ինքը ամեն տեղ է տենց։ Հիմա մենք օրինակ ֆիլմը նենց տեղեր ենք ցույց տալու, որ երբևէ հայկական ֆիլմ ցույց չենք տվել։ Օրինակ Ամերիկայի ոչ թե Լոս Անջելեսում, այլ նահանգներում, օրինակ Մայամի, Օրլանդո, Վաշինգտոն DC, Թեքսաս չէ, Լաս Վեգաս, Ֆրեզնո, Բոստոն, Նյու Յորք։ Այսինքն տեղեր են, որտեղ կոմերցիոն հայկական ֆիլմ ցույց չի տրվել։ Ու հետաքրքիրը ինչն է, որ երբ որ մարդիկ կազմակերպ ովքեր ցուցադրողներն են, զանգում են, ասում են, բայց գիտեմ մի հատ բան ասենք քեզ, մենք չգիտենք որ ստեղ այսքան հայ կա, որովհետև շատ մարդ է գալի ֆիլմը դիտել։ Հայությունը միավորվում է կամ եկեղեցու շուրջ, կամ որևէ գաղափարական կարևոր երևույթի շուրջ, որը կարող է լինել մշակութային, քաղաքական, ավելի
արվեստային, պարային, հիմա էլի այդ ամբողջ էլի մշակույթի մեջ մտցնենք քաղաքականին էլ հետը։ Ուզում եմ ասել, հենց այնպես չեք իմանա հայը որքան է խանութ Իհարկե։ բացելով։ Օրինակ մի հատ էլ բան ասեմ, հիմա ցուցադրությունները համ կան Ռուսաստանում, համ Եվրոպայում, Հայաստանի բոլոր մարզերում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Օրինակ Ռուսաստանում էլի ցուցադրողները ասում են օրինակ այս քաղաքում ինչի չեք դնում, ասում են դե ֆիլմ ա եղել դրել ենք, շատ քիչ տոմս ա վաճառվել։ Ասում եմ մի հատ բան ասեմ ձեզ, եկեք դրեք, Թող քիչ վաճառվի։ թող քիչ վաճառվի։ Ես կողմ եմ, որ քիչ մարդ նայի, բայց ասում եմ այն ֆիլմը քանի տեղանոց դալիճում եք դրել, ասում եմ 70, ասում եմ իսկ այդ կինոթատրոնում ամենամեծ դալիճը ինչ չափի է, ասում են 300, ասում եմ խնդրում եմ 300-ում դրեք, ես տեր եմ։ Հետո Անցնում է 3 օր, չասես լսի, սպառվել են։ այդտեղ են զանգում ինձ ասում են օրեն sold out է, տոմս չկա։ Ուզում եք երկրորդը դնենք։ Ու ես սկսեցի խաղալ դրա հետ նած։ Ինչքան քաղաք հիշում էի Ռուսաստանում, զանգում էի ասում ստեղ էլ դիր։ Ստեղ էլ դիր, ստեղ էլ դիր։ Ու ինքը արդեն ինձ հավատալով դնում էր 3 օրից sold out, դնում էր sold out։ Այսինքն ես հասկանում եմ, որ իր պահանջարկը բավականին մեծ է նաև Ռուսաստանում։ Նույնը կատարվում է հիմա Եվրոպայում։ Այսինքն արի հասկանանք պատճառահետևանքային կապը։ Այլ ֆիլմեր կամ այլ միջոցառումներ հաճախ չեն հավաքում մարդ, որովհետև իրազեկ չեն, ինֆորմացիան չի հասնում տեղ, որ կա այս ինչ ֆիլմի պրեմիերան, կամ իրենց համար հետաքրքիր նախագիծ չի, կամ էլ չգիտեն հետաքրքիր է թե ոչ։ Այսինքն էլի ինֆորմացիայի Մենք ունենք հարցն է։ ֆորա այդ առումով, եւ միայն մենք չէ, ես ասել եմ, որ երբ որ դու նկարես որևէ մի ֆիլմ, որը բրենդային է, դա դու ունես շատ մեծ ֆորա, որ միջև ֆիլմը դիտելը մարդիկ արդեն կսկսեն ֆիլմով հետաքրքրվել, հա։ Օրինակ, եթե վաղ Հայկոն ու Մկոն որոշեն ֆիլմ նկարեն իրար հետ, եթե հանկարծ տես մի բան լինի, ես վստահ եմ, որ դա կլինի սպասված պրոյեկտներից մեկը։ Ես չգիտեմ դա իրականա թե չէ, բայց ինչքան մարդ արդեն ի սկզբանե իմանալով կգնա այդ ֆիլմը նայելու։ Նույնիսկ իրենց չի հետաքրքիր այդ ֆիլմը ինչի մասին է։ Բայց երբ որ օրինակ դու ֆիլմ ես նկարում, ինչն է, նոստալգիան, հա։ Հիմա տրենդ է, նաս, դու չես, մի հատ հետաքրքիր ես բան ասեմ, այսօր շատ երկար քննարկում ենք ու ես հասկացա մի բան։ Ինչի է հին բաները հիմա հետաքրքիր, որովհետև այն ժամանակ ուրիշ մթնոլորտ էր։ Որտեվ նախկին կինեմատոգրաֆիան Արի չվերացենք կինեմատոգրաֆիային։ Արի կինեմատոգրաֆիան հանենք, նախկինը թողնենք։ Այո։ Նախկին ամեն Այո, ինչ։ հիմա ես քեզ sense մի բան ասեմ։ Այն ժամանակ արի ֆիքսենք մի բան, գաղտնիք չի։ Աշխատանք։ Բոլորը շատ ուրախ էին ավելի։ Վստահ։ Դրա համար հիմա աշխատանք էր տարվում։ Ես ուզում եմ իհարկե դա, աշխատանք է տարվում։ Հիմա վիտամինը ո՞նց է։ Վիտամին ակում, հեռու չեն գնում։ Մեր ընկերներն են բոլորը։ Էլի նոստալգիա է, չէ, ինչ դնում են sold out եղավ։ Ինչ հին բան կա, օրինակ այսօր ռուսները ինչ են, նկարում են Չիբուրաշկա sold out անում, նկարում են Բուրացինո sold out անում։ Եկել է ժամանակը, որ մարդիկ սկսել են սիրել ու հիշել այն տարիները, որտեղ իրանց եղել է լավ։ Ես ուրիշ բացատրություն դրան չեմ կարող գտնել, որովհետև ինչին նորը չեն անում, ինչի են գնում հների վրա։ Նոր բաներ էլ կա, չէ՞ լիքը։ Նայր, շատ որը բան ես ասում, պետք է խորանալ էլի դրա մեջ, չէի մտածել այս ուղղությամբ։ Ինձ թվում է նոր ու ժամանակակից մանավանդ վիդեո դրսևորումները յուրահատուկ են ու հետաքրքիր միայն շատ ակնթարթի մեջ, իրենց կարճ ռիլզային ֆորմատի մեջ, շատ կարճ ակնթարթներ են։ Իրենք սնում են մեզ մի քանի վայրկյանով ու անհետանում են, հա, մեր դոֆամինի այդ հրավառությունը ուղեղում տեղի է ունենում ու վերջ։ Իսկ երկարատև, օրինակ նույն Վաղնիքը Տանուշը, եթե նայենք դասական առաջինը, Ռիզանովի, մի հատ այդ ֆիլմը ամեն առանձին կտոր կարող ես հանել ու ժամերով դիտարկել, 100 անգամ նայել չձանձրանալ ու էլի գտնել նոր բան, այ քո ասած երեխեն ինչ չէ, միշտ գտնել նոր բան, ու էլի նոր բան սովորել, ու էլի խորացնել, դրանք աննորմալներ են, այսինքն նույնը հայկական իրականության մեջ եղել են նախագծեր։ Ու ես հիմա որ հետ եմ գնում, հիշում եմ մեր ամենախելացին, ինչ ահռելի պրոյեկտ էր դա։ Իհարկե։ Armenia TV-ում ոնց էինք անում ամենախելացին։ Ես հիմա հիշում եմ ու վախենում եմ, որովհետև ոնց է ես համարձակվում գնալ վարել այդ խելացի երեխեքի հետ, նույն հարթության վրա դեռ մի բան էլ իրենց վրա մեկ-մեկ վարկածած բաներ ասել ու վախենալու է։ Հետո ես քեզ հետաքրքիր մի բան ասեմ։ Հիմա նախագծերը ունեն հետեւյալ խնդրեմը, եթե դու տես օրինակ բերեցիր ամենախելացին կամ մնացած բոլորը։
Հիմա զգացել ես, որ երբ որ նախագիծ են անում նոր, ինքը կարող է լինի շատ լավ նախագիծ, բայց իր շուրջ շուխուրջ չկա։ Եկավ ու գնաց, էդ եմ ասում, Այսինքն ինքը հայտնվում է, ինքը անհայտանում է։ Այն ժամանակ մնում էր։ յուրաքանչյուր նախագիծ, որ դու անում ես, դու ուր դուրս էիր գալիս, դու այդ նախագծից ֆիդբեք էիր ստանում։ Այսինքն մեկը վայ ես ինչ էի կանել, այսինքն այն հարցերը, որը քեզ տալիս էին, դու հասկանում ես, որ մարդիկ դրանով ապրում են։ Հիմա լավն էր այն արածը, ոսից անցնում գնում պրոստո։ Այսինքն չկա, ինքը չի մնում։ Մենք հետո տարիներ անց գնում էինք հանդիպումների տարբեր սերունդների երեխաների հետ, վերջը 7 սեզոն արել ենք ոսկե լիգայով, մեծերով արդեն գնացին բանակ, նույնիսկ հերոսներ ունեցանք, ցավոք սրտի զոհեր ունեցանք, ուզում եմ ասել այդքան, ուր գնում ենք, ասում են, վայ, մեր հերոսներն են, ամենախելացիները։ Եվ հերոս էին ապրելով ու հերոս էին իրենց գիտելիքի ուժով ու հերոս էին իրենց հիանալի օրինակով հետագա սերունդների համար, ոչ թե որովհետև արել էին մի տխմարություն ու մատնել էին իրենց պետությունը։ Հերոս էին իսկական։ Մի խոսքով, չգիտեմ, սա շատ լավ բան է, շատ կայֆ բան է, այսինքն ես այնքան ուրախ եմ, որ այդ հին նոստալգիչեսկի բաները վերածնվում են։ Այսինքն ես միշտ յուրաքանչյուր լավ բանի ես այնց եմ ուրախանում, հիմա որ տեսնում եմ նույն այս տղաների վիտամինի, որ սենց վիճակա, սրտանց ուրախանում եմ։ Այն մյուսին տեսնում եմ սրտանց ուրախանում եմ, որ չէ, երևի դեռ ամեն ինչ կորցրած չի։ Այսինքն բաներ կա, որ դու փաստորեն կարողացել ես ժամանակին թողնել այդ հետքը, որ անցնի դրանից 10 տարի ու մարդիկ փող ծախսեն, վճարեն տոմս գնեն ու գան դա էլի նայեն։ Այսինքն այդ 10 տարին, ուրեմն փաստորեն ինքը քեզ սпасել է, չէ, որ հիմա դա անում է։ Ուրեմն դու մնացել ես ինչ որ իր ուղեղում որևէ մի տեղ կամ հիշողություններում, որ դու մի հատ պրոստը ասել, վայ, ես նորից եկա, ինքը դրանից սկսում է ուրախանալ։ Չգիտեմ, այդ շատ կայֆ բան է, շատ։ Այդ ժամանակ դու քեզ սկսում ես ավելի շատ սենց ասած գնահատել, ոչ թե գնահատել, դու քեզ գնահատել, այլ ասում ես արժևորել, որ ես այն ժամանակ փաստորեն այդ որ արեցի, կարող է այն ժամանակ, երբ որ անում էի, իմ համար դա տենց հերթական բաններ, ինչը որ անում էի, բայց չէ, փաստորեն մի քիչ ավելի զգուշ է պետք սրանից հետո բաներ անել, որովհետև դա կարող է մնա ու լավա որ մնալու է։ Ու կա լավը, որը մնում է, ու կա վատը, որը իհարկե։ Հիմա փորձենք նենց անենք, վատ ոչինչ չթողնենք нас։ Հիշեցի Ֆայնը Ռանևսկայի խոսքերը, որ ասում է, «Сняться в плохом фильме то же самое, что плюнуть в вечность»։ Հիմա ես միշտ այդ վախով եմ էլի ընտրում դերերը, եթե իհարկե առաջարկվին։ Սիրելի YouTube-յան դիտողներ, մենք գտնվում ենք Spin Agency-ի տաղավարում, որը հիանալի կերպով ապահովում է թե մեր ուղիղ եթերները, թե նկարահանումները, ոդկասթի, երբ որ հյուրերիս ժամանակային առումով հարմար չի լինում ուղիղ եթեր։ Եվ ես ուզում եմ ասել շնորհակալություն ու առաջարկել Spin Agency production-ին միանալ նաև ոդկասթների ձևավորման համար, միանալ նոր մասնագիտացումներ ձեռք բերելու համար, մի խոսքով եղեք կապի մեջ եւ այդ կամուրջը նոր արարական տեխնոլոգիաների ու նոր մասնագիտությունների թող դառնա լավ ամուր հիմքով ու գրագետ կերպով։ Եվ եթե ուզում եք իմ նախագծերը լինեն շարունակական, Donation Alert-ի միջոցով միշտ կարող եք հանգանակել, ուղարկել ձեր սիրտը, թոքը, ժպիտները եւ փոքրիկ գումարները։ Շնորհակալ եմ։ Իմ հյուրն է Արմեն Պետրոսյանը, Մենչը, նույն ինքը, դերասան, պրոդյուսեր, հաղորդավար, սցենարիստ, լավ մարդ, առանց թույնի հիանալի միջավայր ձևավորող, եւ մենք խոսում ենք Full House-ի պրեմիերայից, որը տեղի է ունենում հունվարի 29-ից, սկսվում է 29-ից ու գնում է աստվածաշ շատ երկար։ Մենչ, նոր հայերի ձեր этаպը երբ էր, թվականը հիշում ես հստակ։ Իհարկե։ Ասա, երբ սկսել։ 96, չէ, սկսել ենք 94 թվականից, բայց եղել է 90, չէ, 94 թվականից մենք սկսել ենք, բայց այդ ժամանակ նորայր չենք կոչվել։ Կապ չունի։ Մենք նորայր կոչվել ենք 96 թվականին։ Մենք 94 թվականին դարձանք Հայաստանի հավաքական։ Չէ, Հայաստանի կար լիգա։ Լիգա։ Հայաստանի չեմպիոն։ Դա մեզ տվեց հնարավորություն, որ գնանք արդեն մասնակցենք Ռուսաստանում, ու մենք գնացինք 95 թվականից Վառոնեժ, այնտեղ առաջին լիգա կար, Վառոնեժ։ Եվ Վառոնեժից հետո մենք այնտեղ առաջին տարին ունեցանք ահավոր մեծ պրավալ։ Ինչի։ Դե որովհետև մենք ուղղակի մեր հայերեն կատակները թարգմանել էինք ռուսերեն, գնացել էինք, հասկացանք, որ մարդիկ շատ լուրջ նայում են մեզ, ոչ մի բան չեն հասկանում։ Մենք եկանք մի քիչ աշխատեցինք, 95 թվականին դարձանք ֆինալիստ
եւ մեզ վերցրեցին բարձրագույն լիգա եւ 96 թվականին մենք արդեն սկսեցինք հանդես գալ բարձրագույն լիգա։ Մասլիկովը Մասլիկով ծանր ձյաձյայի բախտեր, հետ, չէ։ շատ Բայց սիրում էր հայերին։ Տենց Գիտես, պրիմիտիվ մեզ շատ էր հարց տամ։ սիրում, անկեղծ, մեր հետ շատ լավ էր, որովհետեւ նախ մենք Դե դուք համով էիք։ բացի դրանից մենք իրան ծրագրին վստահ եմ, որ տալիս էինք շատ մեծ օգուտ, որովհետև ամբողջ հայերը աշխարհի, Շարմ։ ամբողջ աշխարհի հայերը միավորվեցին շարմը միջև մեզ Չէ, նկատի ունեմ շարմ էիք Չէ, տալիս, բայց շարմն էլ միջև մեզ Երևան տալիս, բժշկական շատ, ինստիտուտը եւ շատ, իրանք հասկացան, որ все-таки հայերը քիչ չեն Ռուսաստանում, շատ են։ շատ, Ու շատ ոչ էր։ միայն Ռուսաստանում, ամբողջ աշխարհում հայերը տենց համախմբվել էին այդ գաղափարի շուրջ։ Եվ քեզ ասեմ, մենք ունենք ահավոր լուրջ քեշ, հեսա կբացատրեմ, կներեք այդ բառը գործածելու համար։ Մենք ունենք խայտարակ լուրջ networking։ Մինչև Ցուկերբերգը ձևավորում էր Facebook-ը կամ նմանատիպ սոցկայքեր էին ձևավորում, հայերը իրենցով բնականորեն ունեին աշխարհի ամենամեծ սոցկայքը։ Իհարկե։ Այդ մեր Սփյուռք, Հայաստան, Արցախ, այդ եռամիասնություններ եւ աշխարհի որևէ ծայրում գտնվող հայ, միևնույն է 7-րդ հոգով, մենք էլ կարող ենք գտնենք իմ ու քո միջև ծանոթ մեկին, որը ապրում է Մոզամբիկում, այսինքն այս մեր ուժն է, որը իդեպ վերջին этаպներում ուզում են անպայման բաժանել ու քակտել, մի թույլ տվել, որտեղ դա մեծ ուժ է, մեծ ուժ է, մեծ ուժ։ Մենք ինչու եմ նշում 95, հեսա խոսենք լիգայից, մեծ լիգայից ու մասլակից։ 94 ուներ ուշադիր 2014։ Դու մինչև այդ արել ես շատ տարբեր ու բավականին հաջողված նախագծեր, բայց միշտ ինչ որ մեկին ինչ որ մի ճունս պակասել է։ Եվ 2014-ին, էլի, էստես ինչքանի տարի անց։ Մի տեսակ քո ցիկլը ճիշտ եկավ ու ամփոփվեց ու 14-ին էլի գմփած այդ պրոյեկտը, Full House-ը։ Այմա հարցս էսպիսին է։ Դու կարող ես, չէ, որպես պրոդյուսեր ամեն ինչ ճիշտ հաշվարկել, ֆինանսները ունենալ, լավ դերասանախումբը ձևավորել, չգիտեմ, լավ սցենարիստների հետ աշխատել, ու այդ պրոյեկտը չկպչի, չլինի։ Իհարկե։ Ու կարող է այդ ամեն ինչից ունենաս, բայց մեկ էլ ճիշտ Դե տես հիմա որ մեկ հարցում են օրինակ ինչն է Full House-ի հաջողությունը, այդ իմ համար գիտես ինչ հարց է, որ եսիմ։ Որովհետև տես դու կարաս նույն բանաձևով ուրիշ բան անես, նաս էլի վերցնես շատ լավ դերասաններ, էլի վերցնես շատ լավ սցենարիստ, բայց չկպնի, այդ կպնել բառը որ դու ասեցիր, դա շատ կարևոր է հայկական իրականության մեջ կպնելը, դա մի հատ նաս հանակ չի դու YouTube-ով ծրագիր ես անում, Full House-ի 9 եթերաշրջանը իրար հետ ունի 1.2 միլիարդ դիտում։ Ահա որա։ Այդ շատ մեծ թիվ է հայկական իրականության մեջ, որ տես բան երևի, չգիտեմ, կա էլ թե ոչ։ Որտեղ է տեղադրված Full Ինքը House-ը։ տեղադրված է Pan Armenian TV-ի, այսինքն 220 սերիան իրար հետ ունի 1.2 միլիարդից ավել դիտում, այսինքն միջինը մի սերիան ունի 6 միլիոնի չափ դիտում։ Մամա ջան, այդ տնտեսագետը Դա միացավ։ շատ մեծ, դա շատ մեծ ցուցանիշ է, շատ մեծ թիվ է, որը ուղղակի չի լինում։ Հիմա ես դե ոնց բացատրեմ դա խիա տենց։ Հիմա մյուս նախագիծը անում եմ, նա էլ եմ ուզում ունենա 6 միլիոն դիտում։ Չի լինում։ Այսինքն ստեղ, չգիտեմ, երևի քիմիա կա, որը աշխատել է, համընկել են դերասանները, սցենարը, ժամանակահատվածը, շուկայում, չնայած այդ ժամանակ շուկայում կային էլի կայացած սիտկոմներ, կար օրինակ Տնփեսան, կար Կարքին սերիալը, կար որոնք բավականին մեծ ռեյտինգով պրոյեկտներ էին ու նաև վախենալու էր այդ ժամանակ իրանց հետ մեկտեղ մտնել որևէ այլ սիտկոմ եւ սերիալ, բայց դες որ ինքը փաստորեն այդ ժամանակահատվածում ինքը աշխատեց եւ այդպես բոմբեց։ Ես շատ ուրախ եմ քեզ համար եւ շատ ուրախ եմ իմ բոլոր ընկեր դերասանների ու գոլեգաների համար, որովհետեւ տխուր է, երբ դու ներդրնում ես քո կյանքը, իսկ այս մասնագիտության մեջ դու ներդնում ես քո կյանքը։ Այդ մենակ փողի բան չի, մենակ ժամանակի բան չի, ամբողջապես ներդնում ես քո կյանքը, ու եթե չի ստացվում, մի տեսակ ոնց որ կյանքդ կորի։ Տես օրինակ ես էքսպերիմենտների տեսակետից նաս միշտ ինձ հետաքրքիր են բոլոր էքսպերիմենտները, հա, օրինակ հիմա չգիտեմ որոշեցի անել մի ներկայացում, չգիտեմ կարող եւ տեսել ես բլոկադան, հիմա փորձեր են անում պրեմիերան լինելու է փետրվարի 23-24 կարծեմ։ Այստեղ։ Այո։ Որը որ պիտի կանք անպայման,
որը որ բացարձակ կապ չունի հումորի հետ, ինքը դրամա է։ Դե պարզ արդեն բլոկադա։ Ինձ որ ասում են օրինակ ինչի որոշեցիր այդպես բան անես, շատ էի ուզում։ Տես դա արդեն մի հատ ուրիշ տեղ է, որը իմ համար նորություն է շատ։ Ես երկար ժամանակ մտածել եմ դա անեմ, կարամ հետ բացատրեմ էլ ինչի եմ որոշել, ու երբ որ արդեն դերասանն էին կդում, ինչ մարջիկն էլ կայի միջալոց, շանթնա եւ այլն, հա, նորություն է, ինձ համար դա նորություն է։ Դա քո հոգևոր Հա, հասունություն։ բայց դա մի հատ ուրիշ բան է, ես դա պետք է անեմ, ես վստահ եմ, որ ես դա լավ կանեմ, որովհետև ես ընդհանրապես դրա պրոդյուսինգով եմ զբաղվում, ուրիշ ոչինչ չեմ անում, մնացած ով անում է, դրանք մասնագետներ են, որոնք դա անում են։ Ռեժիսորն ով է։ Ռեժիսորը Սեթրակն է, Կոջամանյան, դերասանները Ժանթը, Մարջիկը, Վաչեն Երիցյան, Մարիամ Ալեքսանյան, երկու երիտասարդ, Էլենա եւ Բորիսը։ Մի խոսքով ինքը բանա որ տես անպայման չի դու հումոր անես, անպայման չի դու հումորային որևէ մի բան անես, որ ստացվի։ Նախ ես սա արել եմ ոչ թե նրա համար, որ սա հետապնդում էր որևէ կոմերցիոն նպատակ, ես սա ուզում եի անել, ուզում եի սա շատ մարդ տեսնի, սա շատ մարդ գնա, որովհետև սա կարող առաջին հայացքից թվա, որ բլոկադա, եւ այլն, բայց սա ուղղակի սիրո պատմություն է, շատ կայֆ, որը բլոկադայի ժամանակ է ու որը տեղի ունենում հենց Արցախում ու այն մեսեջը, որը ես ուզեցել եմ տամ, շատ հետաքրքիր տեղից է ծնվել իմ միջալոց այդ գաղափարը։ Ծնվել է, երբ որ ես գալիս էի Երևան նկարահանումների, ես մեքենա չեմ սիրում Երևանում վարել, ու ես օգտվում տաքսիներից։ Ու ամեն երրորդ տաքսու վարորդը Ղարաբաղցի էր։ Ու ես ամբողջ ճանապարհին միջև իմ տաղավար հասնելը ես մարդկանց հետ խոսում էի։ Ես հասկանում էի, որ տես մարդիկ պետք է հասկանան, կապ չունի դու որտեղից ես։ Դու պետք է այդ սերը ինչի մասին մենք ներկայացման մեջ դրել ենք, այդ այնա որ ինձ թվում է իսպառ բացակայում է այսօր մեր մեջ, սերը իրար հանդեպ։ Սերը, չգիտեմ, օրինակ ես չգիտեմ դու որտեղացի ես, ինձ հետաքրքիր չի դու որտեղ ես ծնվել, հասկանում ես, կամ չգիտեմ դու Դիլիջանից ես, Ստեփանավանից ես, Արցախից ես կամ որտեղից ես, կապ չունի։ Եթե մարդը մարդուն վերաբերում անես որպես մարդ, այլ մնացածը արդեն երկրորդական, երրորդական կամ 50-րդական բաներ են։ Ես հասկացա, որ մարդիկ մեր սիրո կարիքը ունեն, իրոք ունեն, որովհետև ունեն որպես հայ, ոչ թե որպես, չգիտեմ, տեղահանված Արցախից մարդիկ, կապ չունի, մարդը հայ է, եկել է Ստեփանից, այսպես մարդուն կանանք, մի քիչ ես իր այդ շատ ջերմ, երկար խոսալուց հետո հասկանում էի, որ մի քիչ լավ բառեր ես ասում, ինքը ոնց էր ոգևորվում, հա, ինքը իր մեքենան վարելուց, ու այդտեղ ես մտածեցի, գծեցի ամբողջ սյուժեն, տվեցի դա գրեցին, ինքը դարձավ նոր ներկայացում։ Հիմա 23-ին ես անպայման կհրավիրեմ, կգաք կնայեք։ Մեծագույն սիրով անչափ շնորհակալ եմ, որ նման գործ ես անում։ Այս ինձ համար ավելի թանկ է, էլի, ոչ թե որտե full house-ը full house-ն է, բայց այս շատ թանկ է։ Ինձ համար ի տարբերություն քո ասացի, կարևոր է ով որտեղից է, եւ առավել ավելացնում է դա սերը ու այդ մարդու նկատմամբ իմ վերաբերմունքը։ Եվ եթե լինի Ապարանի Եղի Պատրուշ գյուղից, եւ եթե լինի Արցախից, եթե լինի Արցախի Մարտունից կամ Ամարասից, հա, ես հայրիկիս կողմից Գանձակեցի եմ, որը դաշտային Արցախն է։ Ընդամենը ինչ որ 30 քանի տարի առաջ այնտեղ դեռ ապրում էին հայերը եւ դա հայկական իրականություն էր, ոչ ադրբեջանական։ Եվ մայրական կողմից ես բայազետցի եմ, որը էլի ժամանակին եղել է Արևմտյան Հայաստան։ Հիմա դու պատկերացրու, նրանք երկուսը եկել են ու հանդիպել են Երևանում, նոր ձևավորված, չէ, արդեն սովետական Երևանում։ Եվ իրենց երկուսի գավառում արդեն որ հաստատվել են մայրիկ կենքս, գավառում ու Քարվաճարի ճանապարհով, որով ես գնում եի Արցախ, այս կողմում էլ Գանձակն է, Կիրովաբադ ասվածը։ Դա պատկերացրու, իրենք մեկ է հայտնվել են դեմ ու դեմ։ Ու Քարվաճարով ես Երևանից գնում էի ուր, դեպի Արմատի ամենախորքը, որտեղ մի կողմ մայրական Արմատ էր, մյուս կողմ հայրական։ Հիմա սա օրինակ պատմություն է, երկու ճանապարհների սիրո պատմություն է, որը ամբողջապես բնորոշում է մեզ ու մեր ճակատագիրը, ու որևէ հայունի այս պատմությունը։ Համաձայնվի, որ մեկը ամեն ինչի հիմքում սերն է, Միշտ։
Դրա համար այս ներկայացումը, որը ամենայն դեպս ի սկզբանե համեր սիրով է արվում, ես որ դերասաններին գնում եմ տեսնում եմ չիտկայի ժամանակ կամ փորձերի ժամանակ, հասկանում եմ ինչքան է իրանց մեջ այդ ոգևորությունը, որ իրանք էլ են ուզում, իրանք էլ են ապրում ամեն մի դրվագը, ամեն մի խոսքը, ամեն մի մանալոգը, ամեն մի ուրիշ զգացմունք կա։ Տես հիմա ես ոնց որ զուգահեռ անում եմ երկու իրարից շատ տարբեր նախագիծ։ Այսինքն մի հատը ժամանցային ծրագիր է, որը տենց արկածային սեր, հումոր, մի հատը մի քիչ ավելի այս պարագայում մի քիչ ավելի խոր իմաց ներկայացում։ Չգիտեմ, երրորդը որ հնարեմ ինչ կարամ անեմ, էդ էլ կանեմ, որը էլի կապ չունի ու միջև է տեսբան չեմ արել։ Դրա համար Անիմացիա։ Օրինակ։ Գլխավոր հերոսուհիով։ Այո։ Հուշում եմ էլի օգտվելով։ Այո։ Այս գժությունը։ Մենք ես գիտեմ, որ դու չես սիրում տարբերակել դերասաններից, բայց ամեն դեպքում քո ընտրությամբ դերասանները, եթե մենք ուշադիր հետևենք տարբեր նախագծերին, դու շատ յուրահատուկ հավատարմություն ունես։ Եվ ում մարդկայնորեն կապվում ես եւ մասնագիտորեն գնահատում ես, դու փորձում ես ամեն կերպ նրանց ներառել քո որևէ նախագծի մեջ։ Եվ երբեք փառք տիրոջ, երբեք չես վախենում այն մեղադրանքից, դե լավ էլի ուրիշ դերասան չկա, լավ էլ ինչքան կարելի է։ Եթե քո տանդեմը նման պերսոնաժների ու այդ մարդկանց հետ լավ է, ուրեմն լավ է։ Full house ենք գալիս։ Փորձիր 3 բառով մեկնաբանել բոլոր դերասաններին։ 3 բառ, եթե բարդ է 3-ը 5-ով։ Օրինակ, գոր։ Հավատարիմ։ Ինչ որտեղ ինքնագոհ։ Աշխատասեր։ Մարջան։ Մարջան։ Աշխարհի տաղանդավոր։ Լավ ընկեր։ Մի քիչ հիստերիկ։ Լավ դերասաններին այդ գուցե բնորոշ է դեպ հիստերոիդ կերպարը ինքնից։ Հա, ստեղծագործական լրիվ ճիշտ է, ցավոք ճիշտ է։ Արփի։ Արփի։ Պատասխանատու։ Մի բառը 3 անգամ կարող ես Ուզում եմ հասկացա, պատասխանատու։ Հավաք։ Ես ոչ թե հավաք, այլ իմенно պատասխանատու, այդ մի քիչ հավաքը կարող է չէ, կա ուշացող պատասխանատու, ընկերասեր, եւ ես Արփին որպես դերասան շատ եմ հավանում։ Կարող է ինչ-որ կոնկրետ որտեղ մենք իրեն փորձել ենք նկարենք, այնտեղ ինքը շատ լավն է եղել, բայց ես իրեն շատ եմ հավանում։ Միրանը։ Միրանը։ Լավ ընկեր։ Այ Միրանը մի հատ, չգիտեմ, ասում եմ այդ բառը գտնեմ, Միրանը ոնց դու դες այդ բառը կասես, օրինակ Միրանը միշտ ձգտում է, ինքնակատարելագործվող, որ եթե մի բան չգիտի, ինքը սիրում է լսել ու ընկալել ու սովորել, չգիտեմ այդ ոնց է։ Ինքնակատարելագործվող, կամ Այդ բառը խորագետ։ Խորագետ։ Okay, խորագետ հումորով։ Շատ հումորով է, ախր։ Շատ։ Ու այդ իր սիրուն դեմքով հումորը, այդ իր տարօրինակ դեմքով, այդ իր հումորը այդ ավելի է տենց սատկացնում։ Սատկացնում է կողրետ վարկանում ընդ որում այնքան լուրջ դեմքով, այն ուղղակի ասում անցնում է թեթև առանց կենտրոնանալու, մահանում ես։ Երանյան Անիս։ Երանյան Անի, նույնպես չափազանց տաղանդավոր, շատ եմ սիրում Անին, շատ լավ ընկեր Անին, եւ մի քիչ ավելի այդ բառը էլի գտնենք հեսա, մարդ, որը շատ պերֆեկցիոնիստ է, ինքը կատարելապաշտ։ Ոնց է հայերեն էլի։ Կատարելապաշտ, չափազանց։ Հա։ Այսինքն ամեն ինչին, ամեն մանրուքին ուշադրություն դարձնող։ Լավ բան է դա։ Իհարկե շատ ծանր բեռ է։ Ծանր է, բայց ծանր բեռ է, բայց դիմացինին դա շատ հաճախ օգնում է գործում, որովհետև այդ իր այդ պերֆեկցիոնիզմի արդյունքում
դու ինչ որ բաներ սկսում ես քո մեջ ուղղել, որը որ ինքը պետք է անի, հա, օրինակ այս սցենարներում շատ բաներ տենց եղել է։ Ընտիր։ Երեխեք, դուք հրաշք եք։ Ես սրտան շնորհավորում եմ կանխավ, արդեն պրեմիերայից հետո այսօր կգրկեմ, կպաճպճեմ, տեղում կշնորհավորեմ եւ մեր YouTube-յան դիտողներին առաջարկում եմ գրել կոնկրետ Full House-ից, որ կերպարներն են իրենց սիրելիները եւ ինչու։ Մի քանի խոսքով, եթե իհարկե չեք զլանում, մենք միայն երջանիկ կլինենք ընթերցելու եւ գրեք ձեր հիշողությունների, տպավորությունների մասին եւ մի մոռացեք, որ Full House-ը ինքնին չէր լինի, եթե չլիներ բարի ու մեր հին մենչը որովհետև իհարկե տեսողական ամենաակտիվ մասում դերասաններն են, բայց այնտեղ կան սցենարիստներ, այնտեղ կա այո պրոդյուսերական աշխատանքը, կա երաժշտական ձևավորումը, կան օպերատորները, գրողը տանի, որոնք շատ հոգնում են ու ունենում են մեջքացավեր, Կա ռեժիսորը կա ռեժիսորը Կարենը, որը միշտ մնաց էլի նույնպես մեզ շատ հավատարիմ ու այնքան հավատարիմ, որ ես նույնիսկ անկեղծ ասած մի վարքյան անգամ չեմ մտածել ֆիլմի իրան վստահեմ թե ոչ։ Շատերը ինձ ասում էին մի արա դա, բայց այդտեղ ես ոչ մեկին չեմ լսել։ Կեցես։ Եվ իմ չեմ ամփոփում, շարունակում ենք, վերջին պահին եմ թողել մի մարդու, որը պարզապես դերասան չէ, գոնե ոչ այս ֆիլմում, ու հաստատ ոչ Մենչի կյանքում։ Գրիգորը։ Դու նրան 3 բառով չես կարողանա Չէ, բնորոշել։ Գրիգորին 3 բառով չեմ կարող նկարագրեմ, բնութագրեմ, որովհետև Գոքորը ես ախր իմ մոտ տպավորությունն է, որ Գոքորը միշտ եղել է իմ կողքին։ Ինչ է, ընկեր։ Ընկեր, առաջինը ընկեր։ Գոքորը մրջունը, այդ ինքը չեք պատկերացնում, ինքը կարա, եթե ինքը գիտի, որ ինչ-որ մի բանի համար ինքը պետքա էսա իրան ինքն է պատասխանատուն, ինքը չի քնի 6 օր, ինքը դա կանի։ Շատ հետաքրքիր սցենարիստ, շատ հետաքրքիր գաղափարներով եւ մտքերով, ամեն ինչով։ Լավ գործընկեր։ Մի խոսքով չգիտեմ, Գրիգորին ճանաչում եմ բոլորից ավելի երկար, Երևանի նախագծի ժամանակներից միջև Երևան նախագիծը դեռ երբ որ Գոքորը շատ ջահել էր, կավեներ խաղում, բակեր չուներ, ֆլոմասերով ներկում էր, որ բակ ունենար, այդ ժամանակը խնդրում եմ, լուրջ ես ասում։ Ուզում եմ ասեմ, Գոքորը մի քիչ ուրիշ առհասարակ տեղ ունի իմ ստեղծագործական կյանքում։ Կարող ենք ասել երկրորդ համապրոդյուսեր էր կամ համառեժիսոր։ Տես, ինքը ոչ համապրոդյուսեր էր, ոչ համառեժիսոր, բայց ինքը, այո, բայց ինքը այնքան մեծ դերակատարություն ունի Full House-ի մեջ, որովհետև ինքը շատ կարևոր լակամածիվ էր, այսինքն ինքը շատ կարևոր տանող ուժ էր։ Շատերը, ես երբ որ չեմ եղել նկարահանման հրապարակում, ես հանգիստ էի, որովհետև այնտեղ կար Գոքորը, այսինքն եթե կար խնդիր, որը պետք էր տեղում լուծել, Գոքորը այդ խնդիրը կլուծեր, սցենարական լուծումները կտար։ Մի խոսքով Գոքորը շատ կարևոր մարդ է Full House-ում, շատ։ Ու ինձ թվում է, ասես չեմ ուզում բան անեմ, բայց ես էլ իր կյանքում եղել եմ այն մարդը, որ սկզբից առաջինից օրվանից իրան հավատացել եմ ու իրան կողքիցս հեռու չեմ թողել։ Տվել ես հարթակ գործելու։ Ես իրան միգուցե հարթակ եմ տվել, օրինակ ես կյանքում չեմ հասկանում այն մարդկանց, որ ասում են մարդուն ես եմ սարքել, դու չես կարող շուն մեկից սարքես, դու իրան Եթե ինքը չունենա ձգտում ու բացի կարողություն։ նրանից առհասարակ դա այդ արտահայտությունը ինձ համար տվել, այսինքն դու կարաս իրան տաս հնարավորություն, որ ինքը, հա, բայց ինքն է կանգնում երկու ոտքի վրա։ Մարդիկ կան, որոնք ասում են այն մեկին զանգեցի, այն որ չվերցեց, բայց ես եմ իրան սարքել։ Ա դու ո՞նց ես եղել, դու սարքել եմ, պապան ես, ինչ ես։ Դրիվ, բադու ով ես։ Դու ով ես, բայց քեզ ով է սարքել։ Մի խոսքով, մեր համագործակցությունը ստեղծագործական հեռուստատեսային միշտ եղել է բավականին հաջողված, որովհետև, չգիտեմ, բլեֆի ժամանակ Գոքորը կապ ունեցել է ինձ հետ։ Ահա որ էր քո բլեֆը, այդ ինչ հիշեցի, նա ամբողջ դրական տպավորությունից հոտս ցնդեց։ Երևանի ժամանակ եղել է, Full House-ի ժամանակ եղել է, հիմա ֆիլմի ժամանակ կա։ Այսինքն ինչքան լավ բան կա, Գոքորը դրա հետ կապ ունեցել է։ Բա ինչ ամուսին է, բա ինչ յուրահատուկ
որդի է, բա ինչ կարքին ընկեր է, ինչ լավ տղա է։ Ես Գոգորին շատ եմ սիրում։ Չէ, Ես ճիշտն ասած, ես նրանցից յուրաքանչյուրին եմ շատ սիրում։ Ու եթե հիմա դուրս գանք Full House-ից ու ֆիլմերից ու իրենց արած աշխատանքից, քո ասածը աշխատում է 100%-ով։ Նրանցից որևէ մեկը իր մարդկային հատկություններով մյուսին չօգնի, երբեք չի խանգարի։ Մեկին նրա խնդիրը ու հարցը չլուծի, հաստատ խնդիր ու հարց չի առաջացնի։ Այսինքն, նույնիսկ այն մանր-մունր հիմա պարզ է կյանքի ամեն ինչ լինում է, բայց արդյունքում հասունանալով այնքան սիրուն հղկվել են, ու այնքան ուրիշ ձևի մի հատ sense բան է, տաքություն կա իրենց միջև։ մեծանալու հասունանալու դեպքում այդ բոլոր մանր պրոբլեմները, որը լինում է յուրաքանչյուր տեղ, դու իրոք հասկանում ես, այդ ինչ մանր բան Հա, է, էլի։ այսինքն դες բաների վրա չի կարելի կյանքում ուշադրություն դարձնել, որտեվ հիմա արդեն առհասարակ մարդկային կապիտալից թանկ բան չկա կյանքում։ Պարզվեց Այսինքն ChatGPT-ն է։ Դու հարցրու տես ինչեր են ասում, ասում են ինձ մարդ պետք չէ, ընկեր պետք չի, Դե ուսուցիչ իմա պետք տես, չի։ այդ ինչ որ չափով համաձայն եմ, այդ ChatGPT-ները, որը մեր կյանքը վխտորում են, բայց մենք մեր ժամանակը չենք անցկացնում ChatGPT-ի հետ, ամենայն դեպս ես, դու, Չէ, ես մեկ չէ։ դու չես քշել քո դահուկները ChatGPT-ի հետ, Չէ, ես քշել ես դահուկները օրինակ Սոֆիի հետ։ այո, եւ իմ Հա, մարզիչի եւ Եվ Սոֆիի քո եւ մարզիչի։ լիքը այլ Տես, դահուկով։ ուզում ասեմ, թե մարդիկ կան, որոնք համաձայն են, կարող ինքը տեսակով նենցա, որ ինքը կարա տանը մենակ նստի ChatGPT-ի հետ, թե դահուկ քշի, թե շփվի, թե սրճի, թե մեր տեսակը դրա հետ բացարձակ կապ չունի, մեր համար ամենակարևորը սենց Շփումը։ շփումն է ու առհասարակ մարդկային հարաբերությունները, որը որ ինչքան մեծանում ենք, այնքան կարևորում ենք, որովհետև ինչքան դու մեծանում ես, հասկանում ես ինչ կարևոր է, որ խոսքի ես տանզորին ճանաչում եմ։ Դու կոവിഡ്ի ժամանակ որտեղ էիր, Ամերիկայում։ Լոս Անջելեսում էի ու այդ ժամանակն էր, որ ես մի տարի ու կես չկարողացա գալ Երևան, այո։ Բայց ես կոവിഡ്ի ժամանակ ինձ խելոք չեմ պահել, այսինքն ինձ չի որ տնից դուրս չեմ եկել։ Ես գնում էի, չգիտեմ, իմ ընկերների տուն եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ Full House-ից էլի պերսոնաժներ կան, որոնց ուղակի հիշենք։ Այնպես չստացվի, որ միայն հիմնական ու գլխավոր հերոսներին ենք հիշում։ Ես աղասին գիտեմ շատ վաղուց։ Մենք չենք հիշե աղասին, Եվ Մոսոյին եւ Գարիկին։ Գարիկին, ապրես, Այո։ երեքին։ Եվ չենք հիշե Քրիստինեի Եվոյան։ Օ, ճիշտ է, տես մորը որ ամուսնացել է, հարգելի պատճառներ ունենք մենք։ Մենք իրան հարգելի պատճառներ ունենք չհիշելու, ցավոք սրտին ես վատված ստացվեց, որ Քրիստինեն մեր ֆիլմում ի սկզբանե բնականաբար ինքը մեր կոլեկտիվի անփոխարինելի անդամ է, չկարողացավ զուտ տեխնիկական հարցերով, դե գիտես, ամերիկյան թղթաբանությունը մի քիչ երկար է տևում, ինքը ուղղակի ֆիզիկապես չհասցրեց ու մենք կանգնեցինք այդ խնդրի առաջ ու ինքը չնկարվեց ֆիլմում։ Ես անկեղծ ասեմ, Մոսոյի հետ խաղացել եմ մի ֆիլմում, որը Ամերիկայում նկարեցինք, Կոկո էր կոչվում, դες էքսպերիմենտալ թեթև մանավանդ մոնտաժից հետո շատ ավելի թեթևացավ ու յուրատուկ բան դարձավ, ու ես չգիտեի, որ ինքը այդքան թեթև է։ Այդքան ճկուն է, բառացիորեն ճկուն, եւ իբրև դերասան, եւ իբրև մարդ, ու այդ իր մի տեսակ արջուկային մարմնի մեջ էլ է շատ ճկուն։ Չէ, ինքը բան է, գիտես, գառասկոպով արջուկ է։ Լրիվ արջուկ է, ու այդ արջուկի մեջ մեկը շատ ճկուն է, շատ յուրահատուկ ձևով արագ կողմնորոշվող է, ու ահա որ հանգիստ ու հարմար է իր հետ աշխատել։ Շատ։ Ես այդ չգիտեի։ Մոսոն երևի եթե այդպես բառերը հիմա չասենք 3 բառ, Մոսոյից արջուկ քոթոտ հարմար, կարելի ասես 3 հատ բան ասել, ու որտեվ Մոսոյի հետ աշխատելը շատ կոմֆորտի շատ կոմֆորտի է։ Շատ հարմարավետ է, որտեվ ինքը ոնց կա, տենց կա, այսինքն Մոսոյից երբեք չեմ տեսել, որ օրինակ Մոսոն, եթե ինչ-որ մի բան է ուզում ասի, ասում է, եթե չի ուզում ասի, չի ասում, այսինքն Մոսոյից ես երբեք չեմ սպասում, ինքը կարող է այստեղ մի բան ասի, դուրս գա դուրս ուրիշ բան ասի։ Բայց դու իրան տվել էր ամենադաժան վախենալու կերպարը, որ ֆիլմում էլ է ինքը տենց է, սա որ տեսնես կհասկանաս, ինքը ստրաշնի տղա է, դժվարոտ։ Մեր ասма հայերեն ասած ստրախ էր գանյացանում։ Այո, ստրախ էր գանյացանում, աղասը կարծում եմ։ Ախր աղասը բարության գագաթնակետն է։ Աղասը անսպառ կենցաղային հումոր ունեցող մարդ է ու այդ հավատարիմ բառը նաև կարամ աղասին ասեմ, որովհետև գիտես մեկ-մեկ աղասի այնքան շատ է այդ իր մեջի այդ հավատարմությունը, որ մեկ-մեկ ներվայնացնում է, որ ասում բան ասում աղաս մի հարցրել, խնդրում եմ։
Այդ Սկզբունքային բայց շատ կայֆ է դա։ այդ Գարիկը էլի վերադառնանք, որ ես Գարիկին ճանաչում եմ, ախր էլի շատ շուտվանից։ Գարիկն էլ Գարիկ ինչ խոնարհություն ունի։ այո, Գարիկը ու իդեպ ասեմ, Սիրուն։ Գարիկը շատ տաղանդավոր սցենարիստ է, որտեվ Full House-ը գրել են Գարիկն ու Գոկորը միշտ։ Վաու, ես չգիտեի։ Ֆիլմներ են գրել Գարիկն ու Գոկորը միջավայր։ Բրավոներ։ Գարիկը ինչ որտեղ միամիտ, ինչ որտեղ Արի ասենք մաքուր սրտով։ մաքուր սրտով, հա, որովհետև հա, այդ շատ կարևոր է, որովհետև այդ Սիրուն մաքուր բան։ սիրտը շատ կայֆ բան է։ Ու քիչ հանդիպող։ Գարիկն է իմ կյանքում այն մարդկանցից, որ ես էլի իրան շատ շուտվանից եմ ճանաչում ու ինձ թվում է երբեք Գարիկի ու մեր համագործակցության մեջ չի եղել ոչ մի խոսակցություն ավելորդ, Չասված բան։ դու գիտես շատ կարևոր է, որ օրինակ երբ որ քեզ վստահում են, հասկանում եմ, որ օրինակ շատ դեպքերում, եթե բան կա խոսալու, կարաս չխոսասե, որովհետև առանց խոսալու էլ կլինի դե լավագույն տարբերակը։ Թեկուզ էլեմենտար ենթադրենք դու կարող գնաս համերգի, օրինակ կարող Գարիկին երբեք չհարցնի, ինչքան փող եմ ստանալու։ Որովհետև գիտի ինքը ստանալու է այնքան ինչքան որ հնարավոր է։ Մենք, այսինքն դու քո դերասանների նկատմամբ առաջնորդվում ես ամենալավը նրանց սկզբունքով, թե ամեն դեպքում դու պրոդյուսերական ջիղով ես, որ մի րոպե, ես այսքան ներդրվել եմ, մի քիչ էլ կներեք, բայց ամեն մեկը իր տեղը թող իմանա, ես իմ փողը աշխատեմ, որտեվ ես էլի ներդնելու եմ, էլի ինչ որ նախագծես։ Հիմա քանի որ մենք sense անկեղծ իր հետ խոսում ենք, ուրեմն շատ դեպքեր են եղել, երբ որ ես այդ ժամանակ հասկացել եմ, որ ես կարամ համբերեմ, որտեվ ես մի քիչ ունեմ հիմա պահած։ Ու փողը տվել եմ ամբողջությամբ իրանց։ Իմ համար երբեք այդ փողը առաջնային չի եղել։ Երբեք։ Այսինքն կյանքում չի եղել, որ այ քո ասածով ես եմ պրոդյուսերը, դե արեք ֆիքսենք, որ այսքանը իմն է, այսքանը չի եղել տես բան։ Դրա համար մեր թիմը, այն թիմն է, որը վստահ ես կարող եմ ասել, թե համերգներից, թե ծրագրերից ամենաբարձր վարձատրվողն են եղել։ Կարող է դա հետո խանգարել է մնացած պրոյեկտներին, բայց մեզ մոտ տենց է եղել։ Այսինքն, ասա ինձ խնդրում եմ, եթե քո X դերասան է, վերանանք Full House-ից, ասենք իրենց մասին չի խոսքը, երբ որ դու տալիս ես նրան առաջարկ ու որոշում է ինքնուրույն մտածել իր ֆինանսական հարմարավետությունը եւ քեզ ասում է, դա նորմալ է ընկալվում պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի կողմից։ Իհարկե, բայց երբ որ դա խելքին մոտիկ է, որովհետև ես գտնում եմ, որ յուրաքանչյուր դերասան մի քիչ խելացի պետքա լինի ու ոչ թե այն թիվասի, որը իրան պետք է, այլ այն թիվասի, որը ռեալ է։ Ասեն թիմը, որ բոլոր ընտանիքների անդամների բոլոր վարկերը փակում են միանգամից։ Դու հասկանում ես մի բան, որ բոլորն էլ ուզում են շատ փող ստանան, բայց կա տեղ, որտեղ դա հնարավոր է, կա տեղ, որտեղ դա հնարավոր չի։ Այսինքն որտեղ դու չես կարող դու հեռուստատեսությունում ստանաս, ենթադրենք, ես վստահ եմ դու միշտ եղել ես բարձր վարձատրվող հաղորդավար։ Օրինակ, հա, իմ կողքից տպավորությունը, բայց ու արել եմ 5 տարբեր պրոյեկտ։ Բայց ես քեզ էս մի բան ասեմ, կարող է ուզեցել ես ստանալ շատ ավելի շատ։ Իհարկե։ Բայց ինչ ես վարել, որովհետև հասկացել ես, որ չեն կարող լուտ տան։ Չէ, կարող էին տալ։ Ուղղակի ես հին մարդ եմ, ունեմ չգրված օրենքներ։ Ես գտել եմ, որ պետք է լինեմ խղճով ու չգիտեմ ինչի կոլեկտիվի զգացում ունենամ, երբ որ շատ տարիներ անց ես հասկացա, որ նման մարդկանց նաև շատ հաճախ շահագործում են։ Այսինքն ես մնում եմ իմ սկզբունքների մեջ, բայց երևի կան տեղեր, որտեղ պետք է չվախենալ բարձրաձայնել այն պայմանները, որոնցով ուզում ես աշխատել։ Մենակ գումարի մասին չեմ ասում։ Ամբողջովին համաձայն եմ, դու կարող ես դա անել։ Դե մեկ իրենց թվում է, որ դե լավ, Նազենին է, ինքը կդիմանա, լավ մարդ է կամ բան, դե ոչինչ, լավ։ Ու հետո բայց քո անունը կողքից ճռռում է, մարդիկ կարծում են, որ դու դիզել ես բան մի ամբողջ կղզի, բայց դու դիզել ես ընդամենը խնդիրների կղզի։ Ես քեզ մի բան ասեմ, հետո մի քիչ մեր արտիստների մոտ sense խնդիր կա, որ իրանք սիրում են այսքանը սարքեն այսքան, այսինքն երբ որ ինքը ստանում է X գումար, երբ որ իրան հարցում են դու ինչքան ես ստանում, ինքը մտածում է, որ եթե ասի շատ, ուրեմն կողքից տպավորությունը կլինի, որ ինքը թանկ հաղորդավար է կամ դերասան է։ Կամ գնում եմ միտեղ Ամերիկայում համերգի, հետա գալի ասում են ինչքանով ես համերգը տվել, ինքը մի հատ այնպես թիվ է ասում, որը բան լուսնի պես։ Լսողի համար այդ թիվը դառնում է չափանիշ, այսինքն երբ որ այդ լսողին են արդեն գալիս առաջարկում, ինքը այդ թվի կողքը թվերա սկսում ասել,
Ինչը համեր կազմակերպիչ Չկա։ ասպավ դու նորմալ է քո մոտ ամեն ինչ, այսինքն այդ ո՞նց ես դա պատկերացնում։ Դրա համար այդ ճիշտ չի, այսինքն դրա մեջ ճշմարտություն չկա։ Ես գտնում եմ, որ ինչի է ասում, որ մարդը պետք է մոտավորապես այդ տնտեսագիտական թեթև Շուկան մի հատ բան ուսումնասիրի։ շուկան ուսումնասիրի, հասկանա, որ ինքը գնում է այդ դիմացինը իր սիրուն աչքերի համար իրան չի տանում, իրան տանում են համերգի, որ համ էս մարդուն վճարեն, համ իրանք փող աշխատեն։ Չէ, դու չես կարող ասես, արի ես փող աշխատեմ, դու մեռի, դες չես կարող ասես։ Դրա համար պետք է այդ կոմպրոմիսը շատ կարևոր բան է։ Շատ։ Ես Փառք Աստծուն, այդպես խնդիր երբևէ չեմ ունեցել ոչ մեկի հետ։ Ինչ ես կարծում, մենք մեր նկատի ունեմ հայկական կինո արտադրության իրականության մեջ կհասնենք նրան, որ բացի պրոդյուսերից, նաև ռեժիսորը կամ մասնակի որոշ դերասաններ դառնան համահեղինակ ոչ թե միայն հորինելու ու ֆիլմի վրա ներազդելու համար, այլ ֆինանսապես այդ հետադարձը ստանալու ամեն անգամ, երբ որ ֆիլմը ցուցադրվում է։ Ինչու եմ ասում, որովհետև դա աշխարհում ընդունված տարբերակ է, Այո, որ թեկուզ 5% շատ սիմվոլիկ, բայց այդ դերասանը ունենում է ոչ թե զուտ հոնորարային բարձրացություն, այլև իր 5%-ը, որը երբևէ երբ ցույց է տրվում, իբրև հեղինակ, նաև բարձրացվում։ նախ 5%-ը Օրինակ եմ ֆիլմի ասում։ դեպքում սիմվոլիկ չի, նա ասեց։ Չէ, ես օրինակ եմ ասում։ Երկրորդ, մեր շուկան այնքան փոքր է, Դե։ որ ինձ թվում է մենք դեռ դրան հասնելու ունենք, գիտես ինչքան, կինոթատրոնները քիչ, կինոդիտողները քիչ, այսինքն ինչի մասին է խոսքը։ Այսինքն լավ, այդ դերասանը, որը ուզելու է 5% կամ ռեժիսորը ուզելու է 5%, իսկ վնասներն էլ է համաձայն այդքանով մատուցի։ Եվ այստեղ քո ներսում արտնացավ պրոդյուսերը, Իհարկե, դու ճիշտ ես։ որովհետև ուզելու չի միայն։ Այո, այո։ Այսինքն, եթե դու պետքա ինձ հետ Պատասխանատվություն էլ պիտի կիսես կրի։ բոլոր խնդիրները ու եթե լավը կիսես, եթե վատը վատը, Հարկային մինուսները, իհարկե, այսինքն խնդիրները հարկային է, ֆիլմը Աստված չանի չի պրոբլեմ հաջողում։ ունեցավ, չվաճառվեց, Այո։ իսկ ֆիլմի ծախսերը դու ինձանից լավ գիտես, Հա։ ինչ ահռելի ծախսեր է։ Այսինքն, եթե դու գաս ասես, ես պատրաստ եմ քո հետ կիսել համ լավը, համ վատը, ես քո հետ կնստեմ կխոսամ, բայց եթե դու ուզում ես գաս միայն լավից փող ուզես, դա թեզ չի լինում։ Մենք կասես ինչ է նշանակում լինել պրոդյուսեր։ Ով է պրոդյուսերը։ Ախր մի բառով դա այնպես դժվար է ասել։ Մի երկար Այսինքն նախադասություններով։ պրոդյուսերը իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, այլ իմ համոզմամբ, դա Երազողն է։ համել։ Դա մի հատ հետաքրքիր մասնագիտություն է, որ մարդկանց թվում է այդ այնքան հեշտ բան է, Ահա որը։ որ ինչա լավ, կգնամ սա կպայմանավորվեմ, սաստիկ կտամ, կգամ տուն։ Չէ, տենց չի։ Երբ որ ես յուրաքանչյուր պրոյեկտի ժամանակ ես գալիս էի տուն ու հասկանում էի, որ ես այդ օրը ավելի շատ եմ մտածել իմ դերասանների ու իրենց ընտանիքների մասին, քան իմ, Եվ քո 3 երեխաների։ այո, ես այդ ժամանակ հասկանում էի, որ լավ, ես ճիշտ եմ անում, թե սխալ, բայց հասկանում եմ, չէ, եթե սա իմն է, ուրեմն ճիշտ եմ անում ու իրանց բոլոր խնդիրները ավտոմատ դառնում են իմ խնդիրները։ Ես մտնում էի իրանց ընտանիք, ես դառնում էի ոչ թե ֆիզիկապես, այլ ես դառնում էի իրանց ընտանեկան որևէ հարցերով մարդիկ կարող է քեզ դիմեին ու դու հասկանում ես, որ դա էլ է մտնում դրա մեջ։ Այսինքն մտնում է նաև դրա մեջ, այս մարդը իր այս պահին իր կնոջ հետ վատ հարաբերությունների մեջ է, դու ես այն մարդը, որ իրենց պետք է հաշտեցնես։ Այս մարդը ունի sense խնդիր, դու ես, որ այդ հարցը պետք է լուծես։ Այս մարդը ունի այս մի խնդիրը, եթե դու կարող ես, այսինքն դա ոչ միայն վերաբերվում է տվյալ նախագծին, ստեղից փողը վերցնեմ, ստեղ տամ, այս վարձեմ բերեմ դնեմ, ստեղ չէ, սա մի քիչ ավելի լայն ու այդ ժամանակ դու դառնում ես, ոնց կես ասեմ, համ պսիխոլոգ, Անպայման, համ ոնց։ պապա, մամա, համ մեծ ախպեր, համ գործատու, Դու պատասխանատու ես ամեն նրանց ինչի համար ու համար, ընտելացրել ես։ ամեն ինչի համար։ Ու դա դու ընդունում ես քո վրա ու դու հասկանում ես, որ դա դες բավականին լուրջ առաքելություն է։ Անձնական հարց։ Ես հիշեցնում եմ, որ հունվարի 29-ից սկսած բոլոր կինոթատրոններում մեր կարող եք նայել Full House ֆիլմը եւ ձեզ բոլորին մաղթում եմ լավ, բարի դիտում, ուրախ տրամադրություն, թող հոգսերը մի պահ գնան հետին պլան եւ առաջ գա հետաքրքիր հիշողությունների այդ երամը, թող գան առաջ ուրախ նոտաները, թող ծիծաղը լինի դոմինանտ այդ օրը, այդ երեկո կամ ցերեկը, երբ որ նայեք
Եվ կարևորը հիշեք, որ այս ֆիլմի ստեղծումը, որևէ բանի ստեղծումը ահռելի աշխատանք է ու թիմային շատ կարևոր մի ամբողջական բան էլի աշխարհ։ Եվ այդ աշխարհի ամբողջականության մեջ նաև դուք ձեր ներդրումն ունեք։ Spin Agency-ում ապահովում ենք բոլոր հնարավոր եթերներում նկարահանումներ։ Ես շնորհակալ եմ շատ ձեզ, Spin-ի տղաներ, դուք հիասքանչ եք, շնորհակալ եմ։ Մենք փորձում եմ ամփոփել, թե քեզ հետ կարելի է խոսել շատ երկար ու ցանկալի է։ Մի 100-ամյակ չենք շփվել։ Հիշում ես Արցախը։ Ինչպեսին ես հիշում Արցախը։ Արի ես երկար չպատասխանեմ այդ հարցիդ, արի վերադառնանք այն ինչի մասին խոսում ենք։ Բլոկադային։ Արի ես 23-ին, երբ որ դու կնայես, դու իմ պատկերացրածը դու կհասկանաս ես ինչպիսին եմ դա հիշում։ Սիրո պատմություն է քեզ համար Արցախը։ Այո, այսինքն այն ինչ ես պատկերացնում եմ ու առհասարակ հիշում եմ, ես առաջին անգամ Արցախում եղել եմ 94 թվականին մի դեպ։ Վատ ճանապարհներով են։ Շատ վատ ճանապարհներով եմ եղել։ 6 օր քշում էիք։ Հա, շատ ավելի երկար էինք քշում։ Մենք գնացել էինք այդ ժամանակ երիտասարդ ոչ մի բան մեզանից չներկայացնող մարդիկ, գնացել էինք ու փորձում էինք համերգ տալ Արցախի թատրոնում։ Ստեփանակերտի թատրոնում։ Հա, Ստեփանակերտի թատրոնում։ Խարխլված, քարուքան դեղած այդ ժամանակ։ Լույս կար, չկար։ Ինչ որ մարդկանց այդ ժամանակ ինչ որ մի փոքր ուրախացնենք։ Եվ ես ունեմ իմ հիշողությունները, որը այդ ինչ ես հիշել եմ այդ ամեն ինչի մասին, ես փորձել եմ ներկայացման միջոցով տալ։ Շնորհակալ եմ նորից։ Երազանք։ Երազանք։ Շատ տարբեր երազանքներ, արի էլի չբարձրաձայնեմ երազանքներ։ Հա, որովհետև մեկ ասում եք ու չի։ Հա, ավելի լավ է չասեմ, բայց տարբեր ժանրային երազանքներ ունեմ։ Կենցաղային, գաղափարական, հայրենական։ Շատ ունեմ, դրա համար ամեն մի երազանքս ես ինչքան չեմ խոսում նրա մասին, ինչի մասին երազում եմ, դա լինում է։ Հա, վստահ եմ, որ իմ երազանքների մեծ մասը քո երազանքների հետ էլ կխաչվի, դրա համար արի չասեմ ես։ Ու ես տեսնելու եմ այդ օրը։ Այո։ Կոնկրետ։ Ինձ համար դրանք նպատակներ են, ասենց ասեմ։ Եվ դու բոլոր դերասաններից 3 բառով բնորոշեցիր, ինչքան որ դա հնարավոր է։ Քեզ ինչպես կբնորոշես։ Չգիտեմ։ Արի ասենք 3-ով։ Չեմ իմանում, ես դավայ։ Հոգևոր։ Հումորով։ Հայ։ Լավ ասացի։ 3 հ-ի կոմբինացիա։ Այո։ Իմ հյուրներ մենչը մարդիկ տարբեր են եւ դրանում է ամբողջ հմայքը կյանքի։ Մարդիկ տարբեր են կադրում եւ կադրից դուրս։ Մարդիկ տարբեր են տարբեր իրավիճակներում, ցավի կամ ուրախության պահին, բայց հիմնական ողը մարդու նույնն է։ Եվ չի կարող նա իրեն լրիվ այլ կերպ դրսևորել, եթե ինչ-որ մի բանն այնպես չի։ Ու եթե ինքնարտահայտվում է մարդը, միշտ հիշեք, նա չի փոխվել։ Նա ուղղակի ինքնարտահայտվել է։ Մարդիկ չեն փոխվում։ Այսպիսի դրական ու հիանալի մարդեր մենչը մենք կհանդիպենք Donation Alert-ի միջոցով, հիշեք, որ դուք կարող եք հանգանակել եւ մեր ծրագրերը լինեն շարունակական։ Կհանդիպենք։